Երբ հայկական ազգային արխիվում հայտնաբերեցին մի թղթապանակ, որի վրա գրված էր միայն ՀՄ0544, ոչ ոք չէր կարող պատկերացնել, թե ինչ է պարունակում այն։ 3 տասնամյակ այդ թղթապանակը պահվել էր հատուկ պահարանում, որտեղ մուտքը ունեին միայն 3 մարդ ամբողջ երկրում։ Երբ վերջապես բացեցին այն, ներսում գտան ձեռագիր նշումներ, որոնք հակասում էին բոլոր պաշտոնական փաստաթղթերին։ Այնտեղ էին Գալուստ Սահակյանի անձնական հրահանգները իր ամենամոտ օգնականներին, խոսակցությունների գաղտնի ձայնագրությունների ցուցակները։ Ամենաշոկայինը՝ անունների ցանկ, որոնք նա անձամբ ընդգծել էր կարմիր մարկերով։ Ինչու՞։ Այս փաստաթղթերը պահվում էին այդքան խիստ գաղտնիության մեջ, ինչու՞։ Դրանք չհայտնվեցին նույնիսկ 2017 թվականի քաղաքական փոթորկի ժամանակ, եւ ամենակարևորը, ով էր այն մարդը, ով այս թղթապանակը թաքցրեց այնպես, որ այն գտնվեր միայն 30 տարի անց։ Այս փաստաթուղթը կարող էր կյանքի արժանալ նրան, ով համարձակվեր այն բացել։ Թղթերի գույնը դեղնած է ժամանակի ընթացքում, բայց կարմիր կնիկները դեռ պահպանել էին իրենց վառությունը, իսկ խիստ գաղտնի դրոշմակնիկը տեսանելի էր յուրաքանչյուր էջի վերում։ Երբ Գալուստ Սահակյանը առաջին անգամ հայտնվեց հեռուստատեսության էկրաններին, հայ հասարակությունը տեսավ այն, ինչ ուզում էր տեսնել, տարեց մի փոքր անհարմար քաղաքական գործիչ, ով երբեմն շփոթում էր բառերը առաջացնում անկեղծ ծիծաղ, նրա հայտնի արտահայտությունները դարձան մեմեր, նրա շփոթությունները՝ ինտերնետային հումորի աղբյուր, բայց մինչդեռ ամբողջ երկիրը ծիծաղում էր նրա հերթական լեզվական սայթաքումից, Սահակյանի գրասենյակում ստորագրվում էին փաստաթղթեր, որոնք փոխում էին հազարավոր ընտանիքների ճակատագիրը, նրա մոտակա օգնականներից մեկը, ով համաձայնել է խոսել անանուն պայմանով, հիշում է այդ տարիները այսպես. Մենք գիտեինք, որ ժողովուրդը նրան ընկալում է որպես անվնաս տարեց մարդ, սա էր մեր ամենամեծ առավելությունը, մինչդեռ բոլորը քննարկում էին նրա հերթական սխալ արտասանությունը, մենք անցկացնում էինք որոշումներ, որոնք ոչ ոք չէր ուշադրության արժանացնում։ Այս խոսքերը բացահայտում են ամբողջ ռազմավարությունը, հանրային կերպարը եղել է ծածկոց, իսկ իրական աշխատանքը տեղի է ունեցել հանրության տեսադաշտից դուրս։ Պատկերացրեք, որ դուք եք այն 12 մարդկանցից մեկը, ովքեր գիտեին ամեն ինչ Գալուստ Սահակյանի մասին։ Յուրաքանչյուր գաղտնի հանդիպում, յուրաքանչյուր ֆինանսական գործարք, յուրաքանչյուր քաղաքական պայմանավորվածություն, որը երբեք չհայտնվեց պաշտոնական արձանագրություններում։ Հիմա պատկերացրեք, որ պետք է ընտրություն կատարեք, պահպանել ձեր հավատարմությունը, թե փրկել ձեր կարիերան, երբ քաղաքական քամիները սկսեցին փոխվել։ 2017 թվականի ապրիլի իրադարձություններից հետո այս մարդիկ կատարեցին ընտրություն, որը փոխեց հայկական քաղաքականության պատմությունը։ Ոմանք պահպանեցին լռությունը, անհետացան հանրային կյանքից, ուրիշներ փորձեցին հեռանալ երկրից, իսկ մի քանիսը որոշեցին խոսել, բայց միայն տասնամյակներ անց։ Ինչն էր այն, որ ստիպեց նրանց այդպես վարվել, ինչպիսի տեղեկություններ էին նրանք պահում, որ այդքան վախենում էին դրանք բացահայտել, եւ ամենակարևորը, ինչու։ Նրանք համարձակվեցին խոսել միայն հիմա, երբ Սահակյանն արդեն չկա մեր մեջ։ Գալուստ Գրիգորիի Սահակյանը ծնվել է 1948 թվականին Երանում, այն ժամանակաշրջանում, երբ Հայաստանը դեռ մաս էր կազմում Խորհրդային Միության։ Նրա ընտանիքը չէր առանձնանում հարստությամբ կամ հատուկ արտոնություններով, հայրը աշխատում էր գործարանում, մայրը ուսուցչուհի էր տեղական դպրոցում, բայց փոքր Գալուստը շատ վաղ հասկացավ մի բան, որը կսարքի նրա ամբողջ ապագան. իշխանությունը չի գալիս ուժից կամ բարձրաձայն խոսքերից, այլ կապերից, համբերատարությունից։ Նրա դասընկերները հիշում են, որ նա երբեք չէր ջանում լինել առաջինը դասարանում, երբեք չէր բարձրացնում ձեռքը առաջինը, բայց միշտ գիտեր, թե ով ում հետ է խոսում դասամիջոցին, ով ում հետ է բարեկամանում, ով ում է օգնում։ Դեռ 15 տարեկանում նա ստեղծել էր իր փոքրիկ ցանցը, մարդիկ, ովքեր պարտական էին նրան փոքր ծառայությունների համար։ Սա էր նրա առաջին դասը քաղաքականության մեջ, թե դեռ չգիտեր, որ սա քաղաքականություն է։ Երբ Սահակյանը ավարտեց դպրոցը, մտավ Երանի պետական համալսարան, նա ընտրեց ոչ թե իրավագիտություն կամ տնտեսագիտություն, ինչպես շատերը, այլ պատմություն։ Այս ընտրությունը շատերին թվաց տարօրինակ, ինչ կարիերա կարող էր ունենալ պատմաբանը Խորհրդային Հայաստանում, բայց Գալուստը գիտեր ճշգրիտ այն, ինչ անում էր։ Պատմության ֆակուլտետը նրան տվեց մի բան ավելի արժեքավոր, քան դիպլոմ, հասկացողություն, թե ինչպես են աշխատում իշխանական կառույցները, ինչպես են ձևավորվում էլիտաները, ամենակարևորը, ինչպես են մարդիկ վերագրում իրենց անցյալը, կախված ներկայի կարիքներից։ Նրա դիպլոմային աշխատանքը նվիրված էր Հայաստանի կոմունիստական կուսակցության պատմությանը, այն այնքան հավանեց նրա ղեկավարներին, որ նրան անմիջապես առաջարկեցին մնալ ասպիրանտուրայում, բայց Սահակյանը մերժեց։ Նա ուզում էր գործնական աշխատանք, ոչ թե ակադեմիական կարիերա։ Նա ուզում էր լինել այնտեղ, որտեղ կայանում են իրական որոշումները։ 1969 թվականին Սահակյանը սկսեց աշխատել Հայաստանի կոմունիստական կուսակցության Երանի քաղկոմիտեում, որպես պարզ տեխնիկական աշխատող։
Նրա պարտականությունները ներառում էին փաստաթղթերի կազմակերպում, հանդիպումների պլանավորում, արձանագրությունների վարում, աշխատանք, որը շատերը կհամարեին ձանձրալի անհեռանկարային, բայց Գալուստը տեսնում էր այն, ինչ ուրիշները չէին տեսնում։ Այս պաշտոնը նրան թույլ էր տալիս լինել ներկա բոլոր կարևոր հանդիպումներին, լսել բոլոր զրույցները, իմանալ բոլոր գաղտնիքները։ Նա դարձավ անտեսանելի մարդը, ով միշտ էր այնտեղ, բայց ում մասին ոչ ոք չէր մտածում։ Նրա նախկին գործընկերներից մեկը հիշում է. Գալուստը կարող էր նստել անկյունում ամբողջ հանդիպման ընթացքում ոչ մի բառ չասել, բայց երբ հանդիպումը վերջանում էր, նա գիտեր ամեն ինչ, ով ում հետ է համաձայն, ով ում դեմ է, ով ում է վախենում, ով ում է պետք։ Այս տեղեկատվությունը դարձավ նրա ամենաթանկ կապիտալը։ 10 տարի Սահակյանը մնաց ստվերում, աշխատելով տարբեր տեխնիկական պաշտոններում, երբեք չպահանջելով առաջխաղացում, երբեք չմրցելով ուրիշների հետ, բայց այդ տարիների ընթացքում նա կառուցեց մի բան, որը շատ ավելի արժեքավոր էր, քան պաշտոնական կարիերան՝ կապերի անտեսանելի ցանց։ Նա օգնում էր մարդկանց փոքր խնդիրներում մի փաստաթուղթ արագացնել, մի հանդիպում կազմակերպել, մի տեղեկություն փոխանցել, երբեք չպահանջում էր անմիջական հատուցում, երբեք չհիշեցնում էր իր ծառայությունների մասին, բայց բոլորը հիշում էին։ 1979 թվականին, երբ Խորհրդային Միությունում սկսվեցին առաջին փոփոխությունները, երբ հին կադրերը սկսեցին փոխարինվել նորերով, Սահակյանը մնաց իր տեղում, նրան ոչ ոք չհեռացրեց, որովհետև բոլորը, հինը, նորերը գիտեին, որ նա անհրաժեշտ է, նա գիտեր։ Չափազանց շատ, նա ճանաչում էր չափազանց շատ մարդկանց, նա կարող էր օգտակար լինել բոլորին։ 1988 թվականը դարձավ շրջադարձային Սահակյանի կյանքում, երբ Հայաստանում սկսվեց Ղարաբաղյան շարժումը, երբ հազարավոր մարդիկ ելան փողոցներ պահանջելով փոփոխություններ, քաղաքական էլիտան հայտնվեց խորը ճգնաժամի մեջ, հին կառույցները փլատակվում էին, նորերը դեռ չէին ձևավորվել, այս քաոսի մեջ անհրաժեշտ էին մարդիկ, ովքեր կարող էին կապ պահպանել տարբեր խմբերի միջ։ Սահակյանը դարձավ հենց այդպիսի մարդը։ Նա չմասնակցեց հանրահավաքներին, չբարձրացավ տրիբունաներ, չտվեց հրապարակային հայտարարություններ, բայց նրա գրասենյակը դարձավ այն վայրը, որտեղ տարբեր ուժերի ներկայացուցիչները կարող էին հանդիպել, խոսել առանց հրապարակայնության։ Նա դարձավ միջնորդը, ով կարող էր փոխանցել հաղորդագրություններ, կազմակերպել գաղտնի հանդիպումներ, գտնել կոմպրոմիսներ։ Այս դերը նրան դարձրեց անփոխարինելի։ Երբ Հայաստանը հռչակեց անկախություն 1991 թվականին, Սահակյանը արդեն էր հաստատված որպես մարդ, ով ճանաչում է բոլորին, ում բոլորը ճանաչում են։ Նոր իշխանությունները, որոնք եկան շարժումից, գիտեին, որ նրանք պետք է աշխատեն հին կադրերի հետ։ Սահակյանը եղավ այն կամուրջը, որը կապում էր հին-նոր համակարգերը։ Նրան առաջարկեցին տարբեր պաշտոններ, բայց նա ընտրեց մնալը երկրորդ շարքում խորհրդական, օգնական, կոորդինատոր։ Այս ընտրությունը թվում էր անհասկանալի շատերին, ինչու՞։ Մարդ, ով ունի այդքան ազդեցություն, չի ուզում պաշտոնական իշխանություն, բայց Սահակյանը գիտեր մի բան, որը շատերը չգիտեին՝ իրական իշխանությունը գալիս է ոչ թե պաշտոնից, այլ տեղեկատվությունից, կապերից։ Պաշտոնական ղեկավարները գալիս գնում են, բայց մարդը, ով վերահսկում է տեղեկատվության հոսքերը, մնում է միշտ։ 90-ականների տարիները Հայաստանի համար եղան ծանր փորձության ժամանակ՝ պատերազմ, էներգետիկ ճգնաժամ, տնտեսական փլուզում։ Բայց Սահակյանի համար դրանք եղան հնարավորությունների տարիներ, երբ պետական կառույցները թուլացան, երբ պաշտոնական ուղիները չէին աշխատում, մարդիկ սկսեցին դիմել անձնական կապերին, եւ Սահակյանն ուներ ամենալայն կապերի ցանցը երկրում։ Նա օգնում էր բիզնեսմեններին ստանալ անհրաժեշտ թույլտվություններ, քաղաքական գործիչներին կազմակերպել հանդիպումներ, պաշտոնյաներին լուծել բարդ իրավիճակներ։ Նրա ծառայությունները չէին գնահատվում դրամով, դրանք գնահատվում էին հավատարմությամբ փոխադարձ պարտավորություններով։ Յուրաքանչյուր մարդ, ում նա օգնում էր, դառնում էր նրա ցանցի մաս։ Եվ այս ցանցը աճում էր տարեցտարի, ներառելով ավելի ու ավելի շատ մարդկանց, բիզնեսմեններից մինչ նախարարներ, լրագրողներից մինչ դատավորներ։ 1998 թվականին, երբ Հայաստանում անցկացվեցին նախագահական ընտրություններ, Սահակյանը առաջին անգամ ակտիվորեն ներգրավվեց ընտրական քարոզարշավում։ Նա չեղավ թեկնածու, բայց աշխատեց որպես կազմակերպիչ մի քանի թեկնածուների համար միաժամանակ։ Այս փաստը կարող է թվալ տարօրինակ, բայց Սահակյանի համար դա եղավ հերթական ռազմավարական քայլ, անկախ նրանից, թե ով կհաղթի, նա կլինի հաղթողի թիմում։ Նրա մեթոդները եղան պարզ, բայց արդյունավետ։ Նա կազմակերպում էր հանդիպումներ տարբեր շահագրգիռ խմբերի միջ, օգնում էր գտնել ֆինանսավորում, համակարգում էր տեղական կառույցների աշխատանքը։ Նա երբեք չելույթ էր ունենում հանրահավաքներում, երբեք չտալիս էր հարցազրույցներ, բայց բոլոր թեկնածուները գիտեին, որ առանց Սահակյանի օգնության շատ դժվար է հաղթել։ Ընտրություններից հետո, անկախ արդյունքից, նա մնում էր կապված բոլոր կողմերի հետ, պահպանելով իր դիրքը որպես անփոխարինելի միջնորդ։ 2000-րդ թվականներին, երբ Հայաստանի քաղաքական
Համակարգը սկսեց կայունանալ, Սահակյանը վերջապես ստանձնեց պաշտոնական պաշտոն, նա ընտրվեց ազգային ժողովի պատգամավոր, բայց նույնիսկ այս պաշտոնում նա շարունակեց մնալը երկրորդ պլանում, նրա ելույթները պարլամենտում եղան հայտնի ոչ թե իրենց բովանդակությամբ, այլ իրենց անսովոր ոճով, նա հաճախ շփոթում էր բառերը, կորցնում էր միտքը, ստիպված էր կրկնել նույն նախադասությունը մի քանի անգամ, այս սխալները դարձան ինտերնետային մեմերի աղբյուր, մարդիկ սկսեցին ծիծաղել նրա վրա, նկարել պարոդիաներ, ստեղծել հումորիստական տեսանյութեր, Սահակյանը երբեք չարձագանքեց այս ծաղրանքներին, երբեք չփորձեց պաշտպանվել կամ բացատրել, նա պարզապես շարունակեց իր աշխատանքը, թույլ տալով մարդկանց ծիծաղել, բայց նրա մոտակա օգնականները գիտեին ճշմարտությունը, այս սխալները եղան ամենալավ ծածկոցը իրական գործունեության համար, մինչդեռ հասարակությունը քննարկում էր նրա հերթական լեզվական սայթաքումը, Սահակյանի գրասենյակում ստորագրվում էին 100 միլիոն դրամի պայմանագրեր, որոշվում էին հողատարածքների բաշխման հարցեր, համաձայնեցվում էին նշանակումներ կարևոր պաշտոններում, բայց ով էր իրականում Գալուստ Սահակյանը այն մարդկանց համար, ովքեր աշխատում էին նրա հետ ամեն օր, նրա նախկին օգնականներից մեկը, ով համաձայնվել է խոսել միայն անանուն պայմանով, նկարագրում է նրան որպես մարդ, ով երբեք չէր բարձրացնում ձայնը, բայց բոլորը վախենում էին նրա լռությունից, Սահակյանի գրասենյակում գործում էր խիստ կարգապահություն, բոլոր հեռախոսազանգերը գրանցվում էին, բոլոր հանդիպումները արձանագրվում էին, բոլոր փաստաթղթերը պահվում էին հատուկ պահարաններում, նա պահանջում էր, որ նրա թիմի անդամները երբեք չխոսեն լրատվամիջոցների հետ, երբեք չբաժանեն տեղեկություններ արտաքին մարդկանց հետ, երբեք չքննարկեն աշխատանքային հարցերը գրասենյակից դուրս, այս գաղտնիության մշակույթը ստեղծեց մթնոլորտ, որտեղ յուրաքանչյուր աշխատակից զգում էր, որ նա մաս է մի ավելի մեծ, գաղտնի համակարգի, ովքեր էին այդ մարդիկ, ովքեր ամեն օր տեսնում էին Սահակյանի իրական դեմքը, ոչ թե հանրային կերպարը, ինչպիսին էր նրանց առօրյան, երբ պետք է պահպանեին տասնյակ գաղտնիքներ միաժամանակ, Սահակյանի ամենամեծ ուժը եղավ նրա կարողությունը հասկանալ մարդկանց թույլ կողմերը, նա երբեք չսպառնում էր ուղղակիորեն, երբեք չշանտաժում էր բացահայտորեն, բայց բոլորը գիտեին, որ նա տիրապետում է տեղեկատվության, որը կարող էր ոչնչացնել ցանկացած կարիերա։ Նրա գրասենյակի պահարաններում պահվում էին թղթապանակներ հարյուրավոր մարդկանց մասին, քաղաքական գործիչներ, բիզնեսմեններ, պաշտոնյաներ, լրագրողներ, այդ թղթապանակներում եղան ֆինանսական փաստաթղթեր, անձնական նամակագրություններ, գաղտնի պայմանագրեր, կոմպրոմատ, Սահակյանը երբեք չօգտագործեց այս տեղեկատվությունը հարձակման համար, նա օգտագործում էր այն պաշտպանության ազդեցության համար, երբ ինչ-որ մեկը փորձում էր դիմադրել նրան, Սահակյանը պարզապես հիշեցնում էր, որ նա տիրապետում է որոշակի տեղեկատվության, դա բավական էր։ Մարդիկ հասկանում էին հուշումը հետ էին քաշվում, այս համակարգը աշխատում էր տասնամյակներ, ստեղծելով մթնոլորտ, որտեղ շատերը զգում էին իրենց կախված Սահակյանի լռությունից, 2010 թվականին Սահակյանը դարձավ ազգային ժողովի փոխնախագահ, պաշտոն, որը նրան տվեց ավելի մեծ պաշտոնական լծակներ, բայց նույնիսկ այս բարձր պաշտոնում նա շարունակեց պահպանել իր ոճը, հանրային տարածքում մնալը անվնաս տարեցը, մինչդեռ գործնական աշխատանքում լինել անողոք հաշվարկված, նրա գրասենյակը դարձավ ավելի ազդեցիկ, քան շատ նախարարությունների գրասենյակներ, այնտեղ որոշվում էին հարցեր, որոնք պաշտոնապես պետք է լուծվեին կառավարության նիստերում, այնտեղ համաձայնեցվում էին նշանակումներ, որոնք պաշտոնապես պետք է հաստատվեին նախագահի կողմից, այնտեղ բաշխվում էին պետական պատվերներ, որոնք պաշտոնապես պետք է անցնեին մրցույթներ, Սահակյանի ցանցը այդ ժամանակ արդեն ներառում էր հարյուրավոր մարդկանց բոլոր մակարդակներում, տեղական ինքնակառավարման ղեկավարներից մինչ կենտրոնական իշխանության ներկայացուցիչներ, նա ստեղծել էր համակարգ, որը գործում էր ինքնուրույն, նույնիսկ առանց նրա անմիջական մասնակցության, բայց ամենահետաքրքիրը Սահակյանի կերպարում եղավ այն, որ նա երբեք չցուցադրեց հարստություն, նրա տունը Երանում եղավ սովորական բնակարան, ոչ թե առանձնատուն։ Նա վարում էր միջին դասի ավտոմեքենա։ Ոչ թե լյուքս ջիպ, նա հագնում էր պարզ կոստյումներ, ոչ թե թանկարժեք բրենդներ, այս պարզությունը եղավ մաս նրա ռազմավարությունից, ցույց տալ, որ նա մարդ է ժողովրդից, ոչ թե կոռումպացված պաշտոնյա, բայց նրա մոտակա օգնականները գիտեին այլ պատմություն։ Սահակյանի իրական ակտիվները գտնվում էին ոչ թե նրա անունով, այլ նրա ազգականների վստահելի մարդկանց անուններով, ընկերություններ, որոնք պաշտոնապես պատկանում էին նրա եղբորորդիներին, բայց իրականում կառավարվում էին նրա հրահանգներով, հողատարածքներ, որոնք ձականորեն գրանցված էին նրա հին ընկերների վրա, բայց փաստացի վերահսկվում էին նրա կողմից, բանկային հաշիվներ, որոնք բացված էին նրա նախկին օգնականների անուններով, բայց որոնց մուտքը ուներ միայն նա։ Այս համակարգը թույլ էր տալիս Սահակյանին պահպանել հանրային կերպարը, պարզ պատգամավորի, մինչդեռ իրականում վերահսկել էական ֆինանսական ռեսուրսներ։ 2015 թվականին, երբ Հայաստանում անցկացվեցին սահմանադրական փոփոխություններ,
Սահակյանը խաղաց կարևոր դեր այդ գործընթացում, նա եղավ մեկը, ով համակարգում էր տարբեր քաղաքական ուժերի դիրքերը, օգնում էր գտնել կոմպրոմիսներ, համոզում էր տարակարծիքներին, նրա մեթոդները մնացին նույնը՝ անձնական հանդիպումներ, գաղտնի բանակցություններ, փոխադարձ պարտավորություններ։ Բայց այս անգամ ավելի շատ մարդիկ սկսեցին հարցնել՝ ինչու՞։ Սահակյանն ունի այդքան ազդեցություն, երբ նա ոչ նախարար է, ոչ կուսակցության առաջնորդ, ոչ էլ մեծ բիզնեսմեն, պատասխանը եղավ պարզ, բայց շատերի համար անհասկանալի, նրա ուժը գալիս էր ոչ թե պաշտոնից, այլ տեղեկատվությունից, կապերից, նա գիտեր ավելի շատ, քան ցանկացած նախարար, նա ճանաչում էր ավելի շատ մարդկանց, քան ցանկացած կուսակցության առաջնորդ, նա կարող էր կազմակերպել ավելի շատ բաներ, քան ցանկացած բիզնեսմեն, սա էր նրա իրական կապիտալը, բայց ամենաէական հարցը, որը մնում էր անպատասխան, եղավ. ինչպե՞ս։ Սահակյանը կարողացավ պահպանել իր դիրքը այդքան երկար, երբ շուրջը ամեն ինչ փոխվում էր, քաղաքական ղեկավարներ գալիս գնում էին, կառավարություններ փոխվում էին, կուսակցություններ ստեղծվում, քայքայվում էին, բայց Սահակյանը մնում էր։ Նրա գաղտնիքը եղավ ճկունությունը, կանխատեսումը, նա երբեք չկապվում էր ամբողջությամբ մեկ ղեկավարի կամ մեկ խմբի հետ, նա միշտ պահպանում էր կապեր բոլոր կողմերի հետ, միշտ ունենում էր ալտերնատիվ ուղիներ, միշտ նախապատրաստված էր փոփոխություններին։ Երբ մի քաղաքական ուժ թուլանում էր, նա արդեն ուներ կապեր նորի հետ, երբ մի ղեկավար կորցնում էր իշխանությունը, նա արդեն աշխատում էր նրա փոխարինողի հետ, այս ռազմավարությունը պահանջում էր անընդհատ ուշադրություն, անընդհատ վերլուծություն, անընդհատ հարմարվողականություն։ Բայց Սահակյանը տիրապետում էր այս արվեստին կատարյալ։ 2017 թվականի ապրիլին, երբ Հայաստանում սկսվեցին զանգվածային բողոքի ակցիաներ, Սահակյանը առաջին անգամ իր կարիերայում հայտնվեց իրական վտանգի առաջ, փողոցները լցված էին մարդկանցով, ովքեր պահանջում էին փոփոխություններ, այս անգամ հին մեթոդները չէին աշխատում, չէր կարելի համոզել բողոքի առաջնորդներին գաղտնի հանդիպումներով, չէր կարելի գնել զանգվածային շարժումը փողով, չէր կարելի սպառնալ հազարավոր մարդկանց։ Սահակյանի գրասենյակում այդ օրերին տիրում էր լարված մթնոլորտ, նրա օգնականները փորձում էին հասկանալ, թե ինչ է տեղի ունենում, ով է կազմակերպում բողոքները, ինչ են ուզում մարդիկ, բայց այս անգամ Սահակյանի տեղեկատվական ցանցը չէր աշխատում լիարժեք։ Շարժումը եղավ ինքնաբուխ, առանց հստակ կենտրոնի, առանց ղեկավարների, ում հետ կարելի էր բանակցել, սա էր նոր իրականություն, որին Սահակյանը չէր պատրաստված, երբ քաղաքական ճգնաժամը հասավ գագաթնակետի, երբ պարզ դարձավ, որ հին համակարգը չի կարող շարունակել նույն ձով։ Սահակյանը կատարեց իր վերջին մեծ ռազմավարական քայլը, նա հեռացավ քաղաքական ակտիվ կյանքից, ոչ թե հրաժարական տվեց աղմկոտ, ոչ թե հայտարարություններ արեց, այլ պարզապես դադարեցրեց իր հանրային գործունեությունը, նա չմասնակցեց ավելի պառլամենտի նիստերին, չտվեց հարցազրույցներ, չհայտնվեց հանրային միջոցառումներում, նրա գրասենյակը փակվեց, նրա թիմը ցրվեց, նրա հեռախոսը դադարեցրեց պատասխանել, շատերը մտածեցին, որ Սահակյանի քաղաքական կարիերան ավարտվեց, բայց նրա մոտակա շրջապատը գիտեր, որ սա եղավ հերթական ռազմավարական նահանջ, Սահակյանը չէր հեռանում քաղաքականությունից, նա վերադառնում էր իր սկզբնական դիրքին, ստվերում, որտեղ նա միշտ եղել էր ամենաարդյունավետ։ Ինչպիսին էր նրա կյանքը այդ վերջին տարիներին, երբ նա այլևս չէր հանրային դեմք, բայց դեռ պահպանում էր իր կապերը, ազդեցությունը, մինչ վերջին պահը հավատացել եմ, որ կփրկվենք, ասում է Սահակյանի անձնական պահապանության նախկին սպան, ձեռքերը դեռ դողում են։ 35 տարի անց, ինչ գիտեր այս մարդը, ինչ որ մենք չգիտենք, այս երեկո 3 նախկին անդամներ Սահակյանի ներքին շրջանակից խոսում են առաջին անգամ այն գաղտնիքների մասին, որոնք պահել են տասնամյակներ, նրանց բացահայտումները կփոխեն այն ամենը, ինչ դուք կարծում էիք, որ գիտեք Սահակյանի վերջին տարիների մասին, մեկը նրանցից պահպանում էր անձնական օրագիր, որտեղ գրանցում էր յուրաքանչյուր խորհրդածություն, յուրաքանչյուր անհանգստություն, յուրաքանչյուր գաղտնի հանդիպում։ Այդ օրագիրը երբեք չի հրապարակվել պաշտոնապես, բայց մենք ստացել ենք մուտք դրա էջերին, այնտեղ գրված է ամեն ինչ, Սահակյանի իրական մտքերը 2017 թվականի ապրիլի օրերին, նրա վախերը, նրա պլանները, նրա վերջին հույսերը, ինչու։ Այս մարդը համարձակվեց պահել այդպիսի վտանգավոր գրառումներ, ինչու։ Նա որոշեց խոսել հենց հիմա, եւ ամենակարևորը, ինչ են բացահայտում այդ էջերը Սահակյանի իրական դեմքի մասին, այն դեմքի, որը նա երբեք չցույց տվեց հանրությանը, 2017 թվականի մայիսից հետո, երբ նոր իշխանությունները սկսեցին իրենց աշխատանքը։ Սահակյանը հեռացավ իր Երանի բնակարանից, տեղափոխվեց Կոտայքի մարզի փոքրիկ գյուղ, որտեղ ուներ հին տուն, այս տունը չէր հիշատակվում որևէ պաշտոնական փաստաթղթում, չէր գրանցված նրա անունով, շատ քչերը գիտեին դրա գոյության մասին, տունը կառուցված էր դեռ խորհրդային տարիներին, պարզ, անտեսանելի, շրջապատված բարձր պատերով, հին ծառերով, Սահակյանի նախկին վարորդը, ով տեղափոխեց նրան այնտեղ, հիշում է այդ օրը։
Նա վերցրեց միայն 2 ճամպրուկ մի տուփ փաստաթղթեր, ամբողջ ճանապարհին լռում էր, նայում էր պատուհանից, երբ հասանք, նա ասաց միայն մեկ բան, ասա բոլորին, որ ես հեռացել եմ հանգստի, ոչ ոք չպետք է իմանա, թե որտեղ եմ։ Այդ օրից սկսած Սահակյանը դարձավ ուրվական, նրա հին հեռախոսահամարները դադարեցին աշխատել, նրա էլեկտրոնային փոստը չէր պատասխանում, նրա գրասենյակը մնաց դատարկ, շատերը մտածեցին, որ նա լքել է երկիրը, ուրիշներ, որ նա հիվանդ է մահամերձ։ Բայց իրականությունը եղավ այլ, Սահակյանը պարզապես վերադարձել էր իր սկզբնական տարրին, ստվերին, որտեղ նա միշտ եղել էր ամենաուժեղը, այդ գյուղում, հեռու քաղաքային աղմուկից, քաղաքական փոթորկներից, Սահակյանը շարունակեց իր աշխատանքը, բայց այլ ձով, նա այլևս չէր հանդիպում մարդկանց իր գրասենյակում, այլ հրավիրում էր նրանց իր տուն, մեկական, երբեմն երկուական, այդ հանդիպումները տեղի էին ունենում ուշ երեկոյան, երբ մութն էր, ոչ ոք չէր կարող տեսնել, թե ով է այցելում, նրա նախկին օգնականներից մեկը, ով մասնակցել է մի քանի այդպիսի հանդիպումների, նկարագրում է. Մթնոլորտը տունը ներսից էր շատ պարզ, հին կահույք, հին գորգեր, հին լուսանկարներ պատերին, բայց Սահակյանի աչքերում տեսնում էիր նույն սուր միտքը, նույն հաշվարկված հայացքը, նա խոսում էր հանգիստ, բայց յուրաքանչյուր նրա բառ ուներ կշիռ։ Նա հարցնում էր մանրամասն հարցեր, ով ինչ է ասում, ով ում հետ է հանդիպում, ով ինչ է պլանավորում, նա դեռ ուզում էր իմանալ ամեն ինչ, թե այլևս չուներ պաշտոնական իշխանություն, այս հանդիպումները շարունակվեցին մի քանի տարի, դրանց միջոցով Սահակյանը պահպանեց իր կապերը, իր ազդեցությունը, իր տեղեկատվական ցանցը, բայց ամենահետաքրքիրը եղավ այն, որ Սահակյանի ֆինանսական գործերը չդադարեցին նույնիսկ նրա հեռանալուց հետո, ընկերությունները, որոնք կապված էին նրա հետ, շարունակեցին գործել, հողատարածքները, որոնք վերահսկվում էին նրա կողմից, շարունակեցին բերել եկամուտ, բանկային հաշիվները, որոնց մուտքը ուներ նա, շարունակեցին լցվել, ինչպես էր դա հնարավոր, երբ Սահակյանն այլևս չէր հանրային դեմք, պատասխանը կայանում էր նրա համակարգի կառուցվածքում։ Նա տասնամյակներ շարունակ ստեղծել էր ցանց, որը կարող էր գործել ինքնուրույն, առանց նրա անմիջական ներկայության, յուրաքանչյուր օղակ այդ ցանցում գիտեր իր դերը, յուրաքանչյուր մարդ հասկանում էր իր պարտականությունները, Սահակյանը պետք էր միայն երբեմն տալ հրահանգներ, համակարգը շարունակում էր աշխատել։ Սա էր նրա ամենամեծ ձեռքբերումը, ստեղծել մեխանիզմ, որը չէր կախված մեկ մարդուց, նույնիսկ եթե այդ մարդը ինքն էր։ 2019 թվականին Սահակյանի առողջական վիճակը սկսեց վատանալ, նրա մոտակա ազգականները նկատեցին, որ նա դժվարանում է քայլել, հաճախ մոռանում է բառերը, կորցնում է հավասարակշռությունը, բժիշկները, որոնք զննեցին նրան գաղտնի, ախտորոշեցին լուրջ նյարդաբանական խնդիրներ, բայց Սահակյանը մերժեց հիվանդանոց ընկնել, մերժեց պաշտոնական բուժում ստանալ, նա վախենում էր, որ եթե նրա հիվանդության մասին իմանան, նրա թշնամիները կօգտագործեն այդ իրավիճակը, նա վախենում էր, որ եթե նա թուլանա, նրա ցանցը կսկսի քայքայվել, այդ պատճառով նա պահանջեց, որ բժիշկները գան նրա տուն, որ բուժումը տեղի ունենա գաղտնի, որ ոչ մի փաստաթուղթ չգրանցվի պաշտոնապես, նրա անձնական բժիշկը, ով խնամեց նրան այդ տարիներին, հիշում է, նա ամեն օր հարցնում էր ինձ, որքան ժամանակ ունեմ, ոչ թե որքան կապրեմ, այլ որքան ժամանակ ունեմ, որպեսզի ավարտեմ իմ գործերը, նա ուներ ցուցակ, որտեղ գրված էին բաներ, որոնք պետք է անի մինչ վերջը։ Նա ամեն օր ստուգում էր այդ ցուցակը, հանում էր ավարտված կետերը, ինչ էր այդ ցուցակում, ինչ էր այնքան կարևոր, որ Սահակյանը պետք է ավարտեր մինչ իր վերջը։ 2020 թվականին, երբ աշխարհը հայտնվեց համաճարակի ճգնաժամում, Սահակյանի մեկուսացումը դարձավ ավելի խիստ, նա դադարեցրեց նույնիսկ այն հազվադեպ հանդիպումները, որոնք ունենում էր իր տանը, նա շփվում էր միայն իր ամենամոտ ընտանիքի անդամների մի քանի վստահելի օգնականների հետ։ Բայց նույնիսկ այդ ամբողջական մեկուսացման մեջ նա շարունակում էր հետել քաղաքական իրադարձություններին, նրա տանը տեղադրված էին մի քանի հեռուստացույցներ, որոնք միշտ միացված էին լրատվական ալիքներին, նա ուներ մի քանի հեռախոս, որոնցով կապ էր պահպանում իր ցանցի հետ, նա ամեն օր ստանում էր հաղորդագրություններ, զեկույցներ, տեղեկություններ։ Նրա մտքերը դեռ էին սուր, նրա հիշողությունը դեռ էր ուժեղ, նրա հետաքրքրությունը դեռ էր կենդանի, բայց նրա մարմինը դավաճանում էր նրան, յուրաքանչյուր օր դառնում էր ավելի դժվար, յուրաքանչյուր շարժում պահանջում էր ավելի շատ ջանք, յուրաքանչյուր խոսակցություն հոգնեցնում էր նրան ավելի շատ։ 2021 թվականի աշնանը Սահակյանի վիճակը կտրուկ վատացավ, նա այլևս չէր կարող ինքնուրույն շարժվել, չէր կարող երկար խոսել, չէր կարող կենտրոնանալ։ Նրա ընտանիքը որոշեց տեղափոխել նրան Երևան, որտեղ նա կարող էր ստանալ ավելի լավ բժշկական օգնություն, բայց Սահակյանը դիմադրեց այդ որոշմանը, նա չուզում էր լքել իր ապաստանը, չուզում էր վերադառնալ քաղաք, որտեղ բոլորը կկարողանային տեսնել նրա թուլությունը, նրա վերջին օգնականներից մեկը հիշում է այդ օրերը։
Նա ասում էր, որ եթե մեռնի, ուզում է մեռնել այստեղ իր տանը, ոչ թե հիվանդանոցում։ Նա ասում էր, որ ապրել է ստվերում, ուզում է մեռնել ստվերում։ Նա չուզում էր, որ նրա վերջին օրերը դառնան հանրային շոու, բայց նրա ընտանիքը պնդեց։ Վերջապես Սահակյանը համաձայնվեց տեղափոխվել։ 2021 թվականի նոյեմբերի սկզբին նրան տեղափոխեցին Երանի մասնավոր կլինիկա, որտեղ նա անցկացրեց իր վերջին օրերը։ Այդ կլինիկայում Սահակյանը ստացավ անընդհատ բժշկական հսկողություն, բայց նրա վիճակը շարունակեց վատանալ։ Բժիշկները անում էին այն ամենը, ինչ կարող էին, բայց պարզ էր, որ ժամանակը սպառվում է։ Սահակյանի գիտակցությունը գալիս գնում էր, երբեմն նա ճանաչում էր իր ազգականներին, երբեմն խոսում էր անհասկանալի բառեր, երբեմն պարզապես նայում էր առաստաղին։ Բայց նույնիսկ այդ վիճակում, երբ նա գտնվում էր գիտակցության եզրին, նա երբեմն արտասանում էր անուններ, թվեր, ամսաթվեր։ Նրա մոտ գտնվող բուժքույրը մի անգամ լսեց, թե ինչպես նա կրկնում էր ՀՄ 544, ՀՄ 544, ինչ էր այդ կոդը, ինչի մասին էր նա մտածում իր վերջին պահերին, արդյոք նա փորձում էր հիշեցնել ինչ-որ բան, թե պարզապես նրա հիշողությունը վերադարձնում էր նրան անցյալ։ 2021 թվականի նոյեմբերի 14-ին, վաղ առավոտյան, Գալուստ Սահակյանի սիրտը դադարեցրեց բաբախել, նրա կողքին էին միայն նրա ամենամոտ ընտանիքի անդամները, նրա վերջին խոսքերը ըստ նրանց եղան անհասկանալի, նա փորձեց ասել ինչ-որ բան, բայց ձայնը չելավ, նրա աչքերը փակվեցին, ամեն ինչ ավարտվեց։ Լուրը նրա մահվան մասին հրապարակվեց միայն մի քանի ժամ անց։ Այն առաջացրեց տարբեր արձագանքներ հայկական հասարակությունում, ոմանք արտահայտեցին ցավակցություն, ուրիշներ՝ անտարբերություն, երրորդները՝ թաքնված գոհունակություն, բայց շատ քչերը իրականում հասկանում էին, թե ով էր այդ մարդը, ինչ դեր խաղաց նա հայկական քաղաքականության մեջ, ինչ գաղտնիքներ տարավ իր հետ գերեզման։ Նրա թաղումը տեղի ունեցավ հանգիստ, առանց մեծ հանրային ուշադրության, ինչպես նա ինքը կցանկանար, բայց նրա ժառանգությունը, նրա ցանցը, նրա գաղտնիքները մնացին։ Սահակյանի մահից հետո նրա ընտանիքը սկսեց դատարկել նրա տունը գյուղում, այնտեղ նրանք գտան տասնյակ տուփեր փաստաթղթերով, հարյուրավոր թղթապանակներ, հազարավոր էջեր նշումներ, ընտանիքի անդամները չգիտեին, թե ինչ անել այդ ամենի հետ, ոմանք առաջարկեցին այրել ամեն ինչ, որպեսզի խուսափեն հնարավոր խնդիրներից, ուրիշներ ասացին, որ պետք է հանձնել պետական արխիվին, բայց վերջապես որոշեցին պահել ամեն ինչ մասնավոր պահեստում, որտեղ դրանք կմնան անհասանելի։ Այդ փաստաթղթերի մեջ կային պայմանագրեր, որոնք երբեք չհրապարակվեցին, նամակագրություններ, որոնք երբեք չտեսան լույս, արձանագրություններ, որոնք երբեք չմտան պաշտոնական արխիվներ, այնտեղ էին ապացույցներ տասնյակ գործարքների, հարյուրավոր պայմանավորվածությունների, հազարավոր գաղտնի հանդիպումների մասին, բայց ամենակարևորը այնտեղ էր այն թղթապանակը կոդով ՀՄ 544, որը Սահակյանը կրկնում էր իր վերջին օրերին։ Ինչ էր այդ թղթապանակում, ինչու այն այդքան կարևոր էր նրա համար, եւ ինչու նրա ընտանիքը որոշեց թաքցնել այն այնպես, որ ոչ ոք երբեք չկարողանա գտնել, բայց պատմությունն այստեղ չավարտվեց։ 2022 թվականին, մի տարի Սահակյանի մահից հետո, Հայկական ազգային արխիվում հայտնաբերվեց մի փաթեթ փաստաթղթեր, որոնք ուղարկվել էին անանուն։ Այդ փաստաթղթերը պարունակում էին պատճենները Սահակյանի անձնական նշումներից, նրա գաղտնի հանդիպումների արձանագրություններից, նրա ֆինանսական գործարքների մանրամասներից, ով էր ուղարկել այդ փաստաթղթերը, ինչու հենց այդ պահին, եւ ամենակարևորը, ինչու միայն մի մասը, ոչ թե ամբողջը, արխիվի աշխատակիցները սկսեցին ուսումնասիրել այդ նյութերը, հայտնաբերեցին ապշեցուցիչ բաներ, այնտեղ էին ապացույցներ այն մասին, որ Սահակյանի ազդեցությունը եղել է շատ ավելի լայն, քան ցանկացած մեկը պատկերացնում էր։ Այնտեղ էին անուններ մարդկանց, ովքեր պաշտոնապես երբեք չեն եղել կապված նրա հետ, բայց փաստացի աշխատել են նրա համար։ Այնտեղ էին գումարներ, որոնք շարժվել են տարբեր հաշիվների միջ բարդ սխեմաներով, այնտեղ էին պայմանավորվածություններ, որոնք բացատրում էին շատ քաղաքական որոշումներ, որոնք այլապես թվում էին անհասկանալի, երբ այդ փաստաթղթերի մասին տեղեկությունը սկսեց տարածվել, մի քանի մարդիկ, ովքեր հիշատակվում էին դրանցում, փորձեցին ժխտել ամեն ինչ, նրանք ասացին, որ փաստաթղթերը կեղծ են, որ դրանք ստեղծվել են Սահակյանի անունը վարկաբեկելու համար, բայց փորձագետները, ովքեր ուսումնասիրեցին այդ նյութերը, հաստատեցին դրանց իսկությունը, ձեռագրերը համապատասխանում էին Սահակյանի ձեռագրին, ստորագրությունները եղան իսկական, թղթի տեսակը, թանակը համապատասխանում էին այն ժամանակաշրջանին, սա նշանակում էր, որ փաստաթղթերը իսկական էին, դրանցում բացահայտված տեղեկատվությունը ճշմարիտ էր, բայց եթե դա այդպես է, ապա ինչու ոչ ոք չսկսեց պաշտոնական քննություն, ինչու այդ փաստաթղթերը մնացին արխիվում, երբեք չօգտագործվեցին որևէ իրավական գործընթացում։ Պատասխանը ըստ ոմանց կայանում է նրանում, որ այդ փաստաթղթերը կոմպրոմատ էին ոչ միայն Սահակյանի, այլ տասնյակ այլ մարդկանց համար,
ովքերից շատերը դեռ գտնվում են իշխանության մեջ կամ ունեն ազդեցություն։ Սկսել քննություն նշանակում էր բացել Պանդորայի տուփը, որը կարող էր քայքայել ամբողջ համակարգը։ Այսօր, 3 տարի Սահակյանի մահից հետո, նրա անունը դեռ առաջացնում է տարբեր արձագանքներ, ոմանք հիշում են նրան որպես փորձառու քաղաքական գործիչ, ով ծառայեց իր երկրին տասնամյակներ շարունակ, ուրիշներ տեսնում են նրան որպես խորհրդանիշ հին, կոռումպացված համակարգի, որը վերջապես փլատակվեց, երրորդները պարզապես ծիծաղում են, երբ լսում են նրա անունը, հիշելով այն մեմերը, որոնք ստեղծվեցին նրա հանրային սխալների հիման վրա, բայց շատ քչերը իրականում հասկանում են, թե ով էր Գալուստ Սահակյանը իրականում։ Նա չէր սովորական քաղաքական գործիչ, ով ուզում էր փառք ճանաչում, նա չէր բիզնեսմեն, ով ուզում էր միայն հարստություն։ Նա էր ճարտարապետ, ով կառուցեց անտեսանելի համակարգ, որը գործում էր տասնամյակներ շարունակում է գործել նույնիսկ նրա մահից հետո։ Նա էր տեղեկատվության վարպետ, ով հասկանում էր, որ իրական իշխանությունը գալիս է ոչ թե պաշտոններից, այլ գիտելիքից։ Նա էր ստվերների մարդ, ով ընտրեց մնալ անտեսանելի, որպեսզի լինի անփոխարինելի, բայց գլխավոր հարցը, որը դեռ մնում է անպատասխան, հետեւյալն է. արդյոք Սահակյանի ժառանգությունը իրականում ավարտվեց նրա մահով, նրա ցանցը, որը նա կառուցեց տասնամյակներ շարունակ, արդյոք քայքայվեց, թե շարունակում է գործել նոր ձևով, այն մարդիկը, ովքեր եղան մաս այդ ցանցի, արդյոք հեռացան քաղաքականությունից, թե պարզապես փոխեցին իրենց մեթոդները, այն տեղեկատվությունը, որը Սահակյանը հավաքեց իր կյանքի ընթացքում, արդյոք կորավ նրա հետ, թե փոխանցվեց ուրիշներին, եւ ամենակարևորը, այն համակարգը, որը նա ստեղծեց, որտեղ իրական իշխանությունը գործում է ստվերում, անտեսանելի հանրության համար, արդյոք դադարեցրեց գոյություն ունենալ, թե պարզապես գտավ նոր ձեր նոր դեմքեր։ Սրանք են այն հարցերը, որոնց պատասխանները կորոշեն, թե ինչպես կգնահատվի Սահակյանի դերը հայկական պատմության մեջ, արդյոք նա էր բացառություն, թե օրինակ, արդյոք նրա մեթոդները մնացին անցյալում, թե շարունակում են կիրառվել այսօր, եւ արդյոք հայկական հասարակությունը սովորեց ինչ-որ բան նրա պատմությունից, թե շարունակում է կրկնել նույն սխալները։ Ինչպես դուք կգնահատեք Սահակյանի իրական ազդեցությունը հայկական քաղաքականության վրա, արդյոք նա էր համակարգի ստեղծող, թե պարզապես դրա արտադրանքը, բժշկական արխիվները, որոնք պահվում էին Սահակյանի անձնական բժշկի մոտ, պարունակում էին տեղեկություններ, որոնք երբեք չհայտնվեցին պաշտոնական փաստաթղթերում։ Այդ արխիվներում գրանցված էին բոլոր այն դեղամիջոցները, որոնք նշանակվել էին նրան վերջին 10 տարիների ընթացքում, բոլոր ախտորոշումները, որոնք կատարվել էին գաղտնի, բոլոր բուժման ընթացքները, որոնք անցկացվել էին առանց պաշտոնական գրանցման։ Երբ այդ արխիվները վերլուծեցին անկախ փորձագետները 2022 թվականին, նրանք հայտնաբերեցին ապշեցուցիչ փաստ, Սահակյանը տառապում էր լուրջ նյարդաբանական հիվանդությունից դեռ 2015 թվականից, այսինքն 6 տարի մինչ իր մահը։ Այս հիվանդությունը բացատրում էր նրա հանրային սխալները, նրա լեզվական շփոթությունները, նրա երբեմնի անհասկանալի վարքագիծը, բայց ամենաշոկայինը եղավ այն, որ Սահակյանը գիտեր իր ախտորոշման մասին գիտակցաբար թաքցրեց այն բոլորից, ավելին, նա օգտագործեց իր հիվանդությունը որպես ծածկոց, թույլ տալով մարդկանց մտածել, որ նրա սխալները պարզապես տարիքի հետանք են, մինչդեռ իրականում դրանք եղան լուրջ բժշկական խնդրի դրսևորումներ։ Այս բացահայտումը փոխեց ամբողջ պատկերը։ Եթե Սահակյանը գիտեր իր հիվանդության մասին դեռ 2015 թվականին, ապա դա նշանակում էր, որ նրա բոլոր հետագա գործողությունները եղան հաշվարկված, նա գիտեր, որ ժամանակը սահմանափակ է, պետք է ավարտել որոշակի գործեր։ Նրա նախկին բժիշկը, ով համաձայնվել է խոսել անանուն պայմանով, հիշում է այն օրը, երբ Սահակյանը ստացավ վերջնական ախտորոշումը։ Նա նստեց իմ գրասենյակում, լսեց ամեն ինչ լռությամբ։ Երբ ավարտեցի, նա հարցրեց միայն մեկ բան, որքան ժամանակ ունեմ, մինչ հիվանդությունը սկսի ազդել իմ մտավոր կարողությունների վրա։ Երբ ասացի, որ հնարավոր է 3-5 տարի, նա գլուխ թափեց, ասաց. բավական է։ Նա չհարցրեց բուժման մասին, չհարցրեց կանխատեսման մասին, չցույց տվեց վախ կամ հուսահատություն։ Նա պարզապես ուզում էր իմանալ, թե որքան ժամանակ ունի իր պլանները իրականացնելու համար։ Այս արձագանքը բնորոշ էր Սահակյանի համար, նույնիսկ իր սեփական մահվան առաջ նա մտածում էր ռազմավարական, հաշվարկված, գործնական, բժշկական փաստաթղթերը նա բացահայտեցին, որ Սահակյանը պահանջում էր հատուկ դեղամիջոցներ, որոնք օգնում էին նրան պահպանել մտավոր պարզությունը կարևոր հանդիպումների ժամանակ։ Այդ դեղամիջոցները ներմուծվում էին արտերկրից, գնվում էին անձնական միջոցներով, ոչ մի գրանցում չկար դրանց մասին պաշտոնական համակարգում։ Սահակյանի օգնականներից մեկը հիշում է, որ նրա գրասենյակում միշտ կար փոքրիկ դեղատուփ, որից նա վերցնում էր հաբեր մինչ կարևոր հանդիպումները։ Մենք չգիտեինք, թե ինչ են այդ հաբերը, ասում է նա, մտածում էինք, որ սովորական վիտամիններ են կամ ինչ-որ բան սրտի համար, բայց հիմա, երբ իմացանք ճշմարտությունը, հասկանում ենք, որ այդ հաբերը թույլ էին տալիս նրան շարունակել աշխատել։
Երբ նրա մարմինը արդեն հրաժարվում էր ենթարկվել, այս փաստը ցույց է տալիս Սահակյանի կամքի ուժը, նա մարտնչում էր իր սեփական մարմնի դեմ, որպեսզի շարունակի վերահսկել իր ստեղծած համակարգը, բայց ամենազարմանալին եղավ այն, որ բժշկական արխիվներում գտնվեցին նա նշումներ Սահակյանի հոգեբանական վիճակի մասին, նրա բժիշկը գրել էր, որ հիվանդությունը սկսեց ազդել ոչ միայն նրա ֆիզիկական, այլ հոգեկան առողջության վրա, Սահակյանը դարձել էր ավելի կասկածամիտ, ավելի փակ, ավելի վախեցող, նա սկսել էր տեսնել սպառնալիքներ այնտեղ, որտեղ դրանք չկային, կասկածել մարդկանց, ում վստահում էր տասնամյակներ, բժիշկը նկարագրում է մի դեպք 2019 թվականին, երբ Սահակյանը հանկարծ պահանջեց փոխել իր բոլոր անձնական պահապանները, որովհետև նրանք չափազանց շատ բան գիտեն։ Երբ բժիշկը փորձեց բացատրել, որ սա պարանոյայի նշան է, Սահակյանը պատասխանեց. Պարանոյա չէ, երբ իրականում ուզում են քեզ վնասել, պարանոյա է, երբ դու չգիտես, թե ով ուզում է քեզ վնասել, այս պատասխանը ցույց էր տալիս, որ նույնիսկ իր հիվանդության մեջ Սահակյանը պահպանում էր իր բնորոշ տրամաբանությունը, վստահել ոչ ոքի, կասկածել բոլորին, պատրաստ լինել ամեն ինչին, բժշկական փաստաթղթերը նա պարունակում էին տեղեկություններ Սահակյանի վերջին ցանկության մասին, 2020 թվականին, երբ նրա վիճակը արդեն լուրջ էր վատացել, նա կանչեց իր բժշկին ասաց, որ ուզում է կազմել բժշկական կտակ։ Այդ կտակում նա հստակ նշեց, որ չի ուզում արհեստական կերպով երկարացնել իր կյանքը, չի ուզում ապրել վեգետատիվ վիճակում, չի ուզում դառնալ բեռ իր ընտանիքի համար, նա պահանջեց, որ եթե հասնի այն կետին, երբ չի կարողանա ինքնուրույն շնչել կամ ուտել, բժիշկները դադարեցնեն ագրեսիվ բուժումը, թույլ տան նրան հանգիստ հեռանալ, այս որոշումը բնորոշ էր Սահակյանի համար, նույնիսկ իր մահվան հարցում նա ուզում էր վերահսկողություն պահպանել, ուզում էր որոշել, թե ինչպես երբ ավարտվի նրա պատմությունը։ Բժիշկը հիշում է, նա ասաց ինձ, ես ապրեցի այնպես, ինչպես ուզեցի, ուզում եմ մեռնել այնպես, ինչպես ուզում եմ, ոչ ոք չպետք է որոշի իմ փոխարեն, բայց ամենախորը գաղտնիքը, որը բացահայտվեց բժշկական արխիվներում, եղավ այն, որ Սահակյանը վերջին տարիներին գրում էր անձնական օրագիր, որտեղ նկարագրում էր իր մտքերը, իր վախերը, իր հուսահատությունը, այդ օրագիրը նա պահում էր իր բժշկի մոտ, պահանջելով, որ այն երբեք չտրվի նրա ընտանիքին կամ որևէ այլ մարդու, բայց երբ Սահակյանը մահացավ, բժիշկը որոշեց, որ այդ օրագիրը չպետք է կորչի։ Նա պատճենեց այն, ուղարկեց ազգային արխիվ, անանուն, առանց որևէ բացատրության, այդ օրագրի էջերը բացահայտում են Սահակյանի ներքին աշխարհը, այն աշխարհը, որը նա երբեք չցույց տվեց արտաքին աշխարհին, այնտեղ նա գրում է իր մենության մասին, իր վախի մասին, իր զղջումների մասին, նա գրում է, որ իր ամբողջ կյանքը նվիրել է իշխանությանը, բայց երբեք չզգացել իրական երջանկություն, նա գրում է, որ ստեղծել է ցանց հարյուրավոր մարդկանցից, բայց երբեք չունեցել իրական ընկեր, նա գրում է, որ վերահսկել է տեղեկատվության հսկայական հոսքեր, բայց երբեք չգտել իմաստ այդ ամենի մեջ, օրագրի մի էջում գրված 2020 թվականի մարտին Սահակյանը գրում է. Այսօր նայեցի հայելուն չճանաչեցի այն մարդուն, ով նայում էր ինձ, ով է այդ ձեր, հիվանդ, մենակ մարդը, արդյոք սա եմ ես, ով երբեմն երազում էր փոխել աշխարհը, արդյոք սա եմ ես, ով հավատում էր, որ իշխանությունը կարող է բերել երջանկություն, արդյոք սա եմ ես, ով ծառայեց համակարգին, որը վերջապես ինձ էլ է կլանել, ես չգիտեմ այլս, գիտեմ միայն մեկ բան, շատ ուշ է փոխելու համար ինչ-որ բան, շատ ուշ է ապաշխարելու համար, շատ ուշ է սկսելու նորից, մնում է միայն ավարտել այն, ինչ սկսել եմ, հեռանալ այնպես, որ ոչ ոք երբեք չիմանա ճշմարտությունը, այս տողերը ցույց են տալիս Սահակյանի ներքին պայքարը, այն պայքարը, որը նա մղում էր իր հետ մինչ վերջ։ Նա հասկանում էր, որ իր ընտրած ճանապարհը հանգեցրել է մենության դատարկության, բայց չէր կարող կամ չէր ուզում փոխել այն, օրագրի մեկ այլ էջում, գրված 2021 թվականի հունիսին, Սահակյանը գրում է իր ամենամեծ վախի մասին. Ես վախենում եմ ոչ թե մահից, ես վախենում եմ մոռացվելուց, ես վախենում եմ, որ երբ մեռնեմ, մարդիկ կհիշեն միայն այն ծիծաղելի տարեցին, ով շփոթում էր բառերը հեռուստատեսությունում, նրանք երբեք չիմանան, թե ով է իրականում, նրանք երբեք չհասկանան, թե ինչ արեցի, նրանք երբեք չգնահատեն, թե որքան աշխատեցի, եւ գուցե դա լավ է, գուցե ավելի լավ է մնալ անտեսանելի մինչ վերջ, գուցե ավելի լավ է, որ ճշմարտությունը մնա թաքնված, որովհետեւ եթե մարդիկ իմանան ճշմարտությունը, նրանք կատաղանան, նրանք կզգան, որ խաբվել են, եւ նրանց զայրույթը կուղղվի ոչ միայն ինձ, այլ բոլորին, ովքեր աշխատել են ինձ հետ, եւ ես չեմ ուզում, որ իմ ժառանգությունը լինի զայրույթը վրեժխնդրությունը։ Այս տողերը բացահայտում են Սահակյանի դիլեման, նա ուզում էր, որ նրա իրական դերը ճանաչվի, բայց միաժամանակ վախենում էր այդ ճանաչման հետանքներից։ Օրագրի վերջին էջերը, գրված 2021 թվականի հոկտեմբերին, ամենադժվարն են կարդալու համար։ Սահակյանի ձեռագիրը դարձել է անընթեռնելի, նախադասությունները անավարտ, մտքերը շփոթված։ Բայց նույնիսկ այդ
Խառնաշփոթության մեջ կարելի է տարբերել որոշակի թեմաներ՝ զղջում, վախ, հուսահատություն։ Մի տեղ նա գրում է. «Ես կորցրի ամեն ինչ՝ առողջությունս, ընտանիքս, ընկերներիս, իմ ինքնությունը, բայց ամենավատը՝ ես կորցրի ինձ, ես դարձա այն, ինչ երբեք չէի ուզում դառնալ, ես դարձա համակարգի մաս, որը ատում էի, ես դարձա գործիք, որը օգտագործվում էր այլոց նպատակների համար, եւ ամենավատը՝ ես թույլ տվեցի, որ դա տեղի ունենա, ես ընտրեցի այդ ճանապարհը, ոչ ոք չստիպեց ինձ, ես ինքս որոշեցի»։ Այս խոստովանությունը ցույց է տալիս, որ Սահակյանը վերջապես ընդունեց իր պատասխանատվությունը, թե շատ ուշ էր։ Արդյոք Սահակյանի բժշկական գաղտնիքները բացատրում են նրա քաղաքական վարքագիծը, թե՞ դրանք պարզապես ավելացնում են նոր շերտ այն առեղծվածին, որը նա մնաց մինչ վերջ, 2022 թվականի ապրիլին, երբ Հայաստանում նշեցին Սահակյանի ծննդյան օրը, մի խումբ նրա նախկին օգնականներ հավաքվեցին մասնավոր ռեստորանում, հիշելու իրենց նախկին ղեկավարին։ Այդ հանդիպման ժամանակ նրանցից մեկը բերեց հետը փոքրիկ տուփ, որտեղ պահվում էին Սահակյանի անձնական իրերից մի քանիսը, հին ժամացույց, ակնոց, գրիչ, մի փոքրիկ նոթատետր։ Այդ նոթատետրը, ինչպես պարզվեց, պարունակում էր Սահակյանի անձնական նշումներ վերջին տարիների քաղաքական իրադարձությունների մասին։ Այնտեղ նա գրել էր իր մտքերը, իր վերլուծությունները, իր կանխատեսումները, եւ ամենահետաքրքիրը, այնտեղ նա գրել էր անունների ցանկ, այն մարդկանց ցանկ, ում նա համարում էր իր իրական ժառանգորդներ։ Այդ ցանկում եղան 10 անուն, մարդիկ, ովքեր աշխատել էին նրա հետ տարբեր ժամանակներում, ովքեր սովորել էին նրա մեթոդները, ովքեր ընդունել էին նրա փիլիսոփայությունը։ Սահակյանը գրել էր յուրաքանչյուր անվան կողքին կարճ բնութագրություն, հասկանում է համակարգը, տիրապետում է տեղեկատվությանը, գիտե թե ինչպես սպասել, կարող է մնալ անտեսանելի։ Այս ցանկը բացահայտեց ապշեցուցիչ փաստ, Սահակյանը գիտակցաբար պատրաստել էր իր փոխարինողներին, նա չէր ուզում, որ նրա համակարգը մեռնի նրա հետ, նա ուզում էր, որ այն շարունակվի, զարգանա, հարմարվի նոր պայմաններին, եւ նա ընտրել էր այն մարդկանց, ովքեր, նրա կարծիքով, կարող էին դա անել, բայց ամենազարմանալին եղավ այն, որ այդ 10 մարդկանցից ոչ մեկը չէր հայտնի հանրությանը։ Նրանք չէին քաղաքական առաջնորդներ, չէին նախարարներ, չէին մեծ բիզնեսմեններ, նրանք եղան երկրորդ շարքի մարդիկ, օգնականներ, խորհրդականներ, կոորդինատորներ, հենց այնպես, ինչպես Սահակյանն էր իր կարիերայի սկզբում։ Սա ցույց էր տալիս, որ Սահակյանը հավատարիմ էր մնացել իր սկզբունքներին մինչ վերջ։ Իրական իշխանությունը գալիս է ոչ թե պաշտոններից, այլ տեղեկատվությունից, կապերից։ Այդ հանդիպման ժամանակ նախկին օգնականները քննարկեցին նա Սահակյանի ֆինանսական ժառանգությունը։ Պարզվեց, որ նրա պաշտոնական ունեցվածքը եղավ շատ համեստ, բնակարան Երանում, տուն գյուղում, մի քանի բանկային հաշիվներ, որոնցում ընդհանուր գումարը չէր գերազանցում մի քանի $10,000, բայց բոլորը գիտեին, որ սա չէր ամբողջ պատկերը։ Սահակյանի իրական ակտիվները գտնվում էին այլ տեղ, ընկերություններում, որոնք գրանցված էին այլ մարդկանց անուններով, հողատարածքներում, որոնք պատկանում էին նրա ազգականներին, բանկային հաշիվներում, որոնք բացված էին նրա վստահելի մարդկանց անուններով, բայց ամենահետաքրքիրը եղավ այն, որ Սահակյանը թողել էր հստակ հրահանգներ, թե ինչպես պետք է բաշխվեն այդ ակտիվները նրա մահից հետո։ Այդ հրահանգները գրված էին նույն նոթատետրում, դրանք ցույց էին տալիս Սահակյանի վերջին ցանկությունը, նրա ստեղծած համակարգը պետք է շարունակվի, դրա համար անհրաժեշտ են ռեսուրսներ։ Հրահանգներում Սահակյանը բաժանել էր իր ակտիվները 3 կատեգորիաների՝ առաջինը՝ ընտանիքի համար, երկրորդը՝ համակարգի համար, երրորդը՝ արտակարգ իրավիճակների համար։ Առաջին կատեգորիան ներառում էր այն ակտիվները, որոնք պետք է փոխանցվեին նրա ընտանիքի անդամներին, բնակարանը, տունը, մի մասը բանկային հաշիվների։ Երկրորդ կատեգորիան ներառում էր այն ակտիվները, որոնք պետք է օգտագործվեին համակարգի պահպանման համար, ընկերությունները, որոնք ապահովում էին եկամուտ, հողատարածքները, որոնք ունեին ռազմավարական արժեք, բանկային հաշիվները, որոնք օգտագործվում էին գործառնական ծախսերի համար։ Երրորդ կատեգորիան, ամենազարմանալին, ներառում էր գաղտնի ռեզերվը ակտիվներ, որոնց մասին գիտեին միայն 2-3 մարդ, որոնք պետք է օգտագործվեին միայն արտակարգ իրավիճակներում։ Ինչ էին այդ արտակարգ իրավիճակները, Սահակյանը չէր բացատրել մանրամասն, բայց նշել էր, որ երբ ժամանակը գա, դուք կհասկանաք։ Այս բացահայտումները ստիպեցին նախկին օգնականներին վերագնահատել Սահակյանի ժառանգությունը։ Նա ոչ միայն ստեղծել էր քաղաքական ցանց, այլ ապահովել էր դրա ֆինանսական կայունությունը երկարաժամկետ հեռանկարում։ Նա ոչ միայն պատրաստել էր իր փոխարինողներին, այլ տվել էր նրանց գործիքները, որոնք անհրաժեշտ էին աշխատանքը շարունակելու համար։ Նա ոչ միայն մտածել էր ներկայի մասին, այլ կանխատեսել էր ապագան։ Սա էր Սահակյանի վերջին, գուցե ամենամեծ ռազմավարական քայլը, ապահովել, որ նրա ստեղծած համակարգը գոյատի նրանից հետո։ Բայց արդյոք այդ համակարգը իրականում շարունակվեց, արդյոք այն 10 մարդը, ում Սահակյանը համարում էր իր ժառանգորդներ, իրականում ստանձնեցին այդ դերը, արդյոք
Նրանք օգտագործեցին այն ռեսուրսները, որոնք Սահակյանը թողել էր նրանց, թե՞ նրանք որոշեցին հեռանալ, սկսել նոր կյանք, ազատ Սահակյանից թվերից։ Այս հարցերի պատասխանները սկսեցին բացահայտվել 2023 թվականին, երբ մի քանի անկախ լրագրողներ սկսեցին հետաքննություն Սահակյանի ժառանգության մասին։ Նրանք վերլուծեցին ընկերությունների գրանցումները, հողատարածքների սեփականության փոփոխությունները, բանկային գործարքների հետքերը, եւ նրանք հայտնաբերեցին ապշեցուցիչ օրինաչափություն շատ ընկերություններ, որոնք կապված էին Սահակյանի հետ, շարունակեցին գործել նրա մահից հետո, բայց դրանց կառավարումը փոխվեց, նոր մարդիկ հայտնվեցին տնօրենների պաշտոններում, նոր անուններ, բաժնետերերի ցանկերում։ Բայց երբ լրագրողները սկսեցին ուսումնասիրել այդ նոր մարդկանց, նրանք հայտնաբերեցին, որ շատերը նրանցից ունեին կապեր Սահակյանի հետ անցյալում, նախկին օգնականներ, նախկին գործընկերներ, նախկին ցանցի անդամներ։ Սա ցույց էր տալիս, որ Սահակյանի համակարգը իրականում շարունակվեց, բայց նոր ձով, ավելի անտեսանելի, ավելի հարմարված նոր իրականությանը։ Արդյոք Սահակյանի իրական ժառանգությունը եղավ ոչ թե նրա քաղաքական կարիերան, այլ այն համակարգը, որը նա ստեղծեց, որը շարունակում է գործել նույնիսկ այսօր, թե այլ դեմքերով, այլ անուններով։ Պատկերացրեք, որ դուք եք այն 12 մարդկանցից մեկը, ովքեր գիտեին ամեն ինչ Գալուստ Սահակյանի մասին, յուրաքանչյուր գաղտնի հանդիպում, յուրաքանչյուր ֆինանսական գործարք, յուրաքանչյուր քաղաքական պայմանավորվածություն, որը երբեք չհայտնվեց պաշտոնական արձանագրություններում։ Հիմա պատկերացրեք, որ պետք է ընտրություն կատարեք, պահպանել ձեր հավատարմությունը, թե փրկել ձեր ապագան, երբ քաղաքական լանդշաֆտը սկսեց ամբողջովին փոխվել։ 2017 թվականի ապրիլի իրադարձություններից հետո այս 12 մարդիկ կատարեցին ընտրություններ, որոնք որոշեցին ոչ միայն իրենց սեփական ճակատագիրը, այլ Սահակյանի ամբողջ ժառանգության ճակատագիրը։ Ոմանք ընտրեցին լռությունը, անհետացան հանրային կյանքից, թաքցնելով այն ամենը, ինչ գիտեին, ուրիշներ փորձեցին հեռանալ երկրից, վախենալով, որ նոր իշխանությունները կհետապնդեն նրանց, իսկ երրորդները, ամենահամարձակները կամ ամենախելացիները որոշեցին համագործակցել նոր համակարգի հետ, փոխանակելով տեղեկատվություն անձնական անվտանգության դիմաց, բայց ամենահետաքրքիրը, մեկը նրանցից ընտրեց չորրորդ ուղին, այնպիսի ուղի, որը Սահակյանն ինքը կհավաներ։ Այդ մարդը որոշեց շարունակել համակարգը, բայց այնպես, որ ոչ ոք երբեք չիմանա, որ այն շարունակվում է։ Ով էր այդ մարդը, ինչպես նա կարողացավ պահպանել Սահակյանի ստեղծած ցանցը այն ժամանակ, երբ ամեն ինչ փլատակվում էր նրա շուրջը։ 2018 թվականի հունվարին, 9 ամիս Սահակյանի հեռանալուց քաղաքական ակտիվ կյանքից, նրա նախկին օգնականներից մեկը, որին կանչենք Արամ, անվտանգության նկատառումներից ելնելով, ստացավ անսպասելի հեռախոսազանգ։ Զանգող անձը ներկայացավ որպես հին ընկեր, խնդրեց հանդիպում անհապաղ։ Արամը, ով այդ ժամանակ արդեն աշխատում էր մասնավոր ընկերությունում, փորձում էր հեռանալ քաղաքականությունից, սկզբում տատանվեց, բայց զանգողը ասաց մի բառ, որը փոխեց ամեն ինչ։ ՀՀՄ 544։ Այդ կոդը Արամը լսել էր միայն մի քանի անգամ իր կյանքում, ամեն անգամ այն նշանակում էր, որ խոսքը գնում է ինչ-որ չափազանց կարևոր բանի մասին։ Նա համաձայնվեց հանդիպմանը, երբ նրանք հանդիպեցին մի անհանգիստ սրճարանում Երանի ծայրամասում։ Զանգողը հանեց փոքրիկ ծրար, դրեց սեղանի վրա։ Սահակյանը թողել է սա քեզ համար, ասաց նա։ Նա ասել էր, որ եթե ինչ-որ բան պատահի իրեն, ես պետք է գտնեմ քեզ տամ սա։ Ծրարի ներսում էր ԵՍՊ գրիչ ձեռագիր նամակ։ Նամակում Սահակյանը գրել էր Արամին անձամբ, բացատրելով, թե ինչու է ընտրել հենց նրան։ Դու միակն ես, ով երբեք չխնդրեց ինձանից ավելին, քան անհրաժեշտ էր։ Դու միակն ես, ով հասկացավ, որ համակարգը կարող է, ոչ թե անհատները։ Դու միակն ես, ում ես վստահում եմ, որ կշարունակես այն, ինչ ես սկսեցի։ Առանց փառասիրության, առանց ճանաչման, առանց պարկների, ըսպի վրա դու կգտնես ամեն ինչ, բոլոր կոդերը, բոլոր կապերը, բոլոր հաշիվները, բոլոր պայմանավորվածությունները, դու կգտնես նա հրահանգներ, թե ինչպես պահպանել համակարգը նոր պայմաններում։ Բայց ամենակարևորը, դու կգտնես ցանկ այն մարդկանց, ում դու կարող ես վստահել, ցանկ այն մարդկանց, ումից դու պետք է զգույշ լինես, օգտագործիր այս տեղեկատվությունը իմաստուն, մի փորձիր դառնալ նոր Սահակյան, պարզապես շարունակիր համակարգը կխնամի քեզ։ Արամը կարդաց նամակը 3 անգամ, փորձելով հասկանալ, թե ինչ է Սահակյանը իրականում ուզում նրանից, արդյոք սա էր պարկ, թե անեծք, արդյոք սա էր հնարավորություն, թե ծուղակ։ Երբ Արամը տուն վերադարձավ, միացրեց ԵՍՊ գրիչը իր անձնական համակարգչին, նա տեսավ հարյուրավոր ֆայլեր, փաստաթղթեր, աղյուսակներ, ձայնագրություններ, լուսանկարներ, այնտեղ էր ամբողջ Սահակյանի կայսրությունը մանրամասն քարտեզագրված, կազմակերպված, պատրաստ օգտագործման։ Արամը անցկացրեց ամբողջ գիշերը ուսումնասիրելով այդ ֆայլերը, որքան ավելի էր կարդում, այնքան ավելի էր ապշում։ Սահակյանը ոչ միայն ստեղծել էր ցանց, նա ստեղծել էր ամբողջական համակարգ, ինքնաբավ, ինքնավերարտադրվող, ինքնապաշտպանվող։
Այնտեղ էին հստակ հրահանգներ, թե ինչպես պահպանել կապերը, ինչպես կառավարել ֆինանսները, ինչպես հավաքել տեղեկատվություն, ինչպես օգտագործել այդ տեղեկատվությունը։ Այնտեղ էին նա արտակարգ իրավիճակների պլաններ, ինչ անել։ Եթե ինչ-որ մեկը փորձի քայքայել համակարգը, ինչ անել, եթե նոր իշխանությունները սկսեն հետաքննություն, ինչ անել, եթե հին կապերը սկսեն դավաճանել, Սահակյանը մտածել էր ամեն ինչի մասին, նախատեսել էր ամեն հնարավոր սցենար, պատրաստել էր լուծումներ ամեն խնդրի համար, բայց ամենաշոկայինը Արամի համար եղավ սցանկը ֆայլ, որտեղ Սահակյանը թվարկել էր մարդկանց, ովքեր, նրա կարծիքով, վտանգ էին ներկայացնում համակարգի համար։ Այդ ցանկում եղան 25 անուն քաղաքական գործիչներ, լրագրողներ, ակտիվիստներ, նախկին օգնականներ, ովքեր, Սահակյանի խոսքերով, գիտեն չափազանց շատ չեն կարող վստահել։ Յուրաքանչյուր անվան կողքին Սահակյանը գրել էր մանրամասն բնութագրություն, ինչ գիտի այդ մարդը, ինչ կարող է բացահայտել, ինչպես կարելի է նեյտրալացնել նրան, բառը նեյտրալացնել Արամին սարսափեցրեց։ Ինչ էր նշանակում այդ բառը Սահակյանի բառարանում, արդյոք նա խոսում էր ֆիզիկական վտանգի մասին, թե պարզապես տեղեկատվական դիսկրեդիտացիայի։ Արամը չգիտեր, սա նրան անհանգստացրեց ավելի, քան ցանկացած այլ բան։ Նա հասկացավ, որ ընդունելով Սահակյանի ժառանգությունը, նա ընդունում էր նրա մեթոդները, նրա բարոյականությունը, նրա աշխարհայացքը։ Արդյոք նա պատրաստ էր դրան։ Հաջորդ մի քանի շաբաթների ընթացքում Արամը հանդիպեց Սահակյանի ներքին շրջանակի մյուս անդամների հետ, մեկական, գաղտնի, զգուշորեն։ Նա ուզում էր հասկանալ, թե ինչպես են նրանք վերաբերվում նոր իրականությանը։ Արդյոք նրանք պատրաստ են շարունակել համակարգը։ Արդյունքները եղան խառը։ Ոմանք ասացին, որ ուզում են լրիվ հեռանալ քաղաքականությունից, սկսել նոր կյանք։ Ուրիշներ ասացին, որ վախենում են, որ նոր իշխանությունները կհետապնդեն նրանց, եթե իմանան նրանց անցյալի մասին։ Երրորդները ասացին, որ արդեն համագործակցում են նոր համակարգի հետ, չեն ուզում վտանգել իրենց դիրքերը, բայց 3-4 հոգի ասացին, որ պատրաստ են շարունակել, եթե կա հստակ պլան անվտանգության երաշխիքներ։ Արամը հասկացավ, որ սա բավական է։ Նա չէր կարիք ունենում 12-ից։ Նա կարիք ուներ միայն մի քանի վստահելի մարդկանց, ովքեր հասկանում էին խաղի կանոնները, պատրաստ էին խաղալ երկարաժամկետ։ 2018 թվականի մարտին Արամը կազմակերպեց առաջին նոր շրջանակի հանդիպումը։ Նրանք հավաքվեցին ոչ թե Երանում, այլ Կոտայքի մարզի մի փոքրիկ գյուղում, հենց այն տանը, որտեղ Սահակյանը անցկացրել էր իր վերջին տարիները։ Տունը դեռ պատկանում էր Սահակյանի ընտանիքին, բայց նրանք համաձայնել էին, որ Արամը կարող է օգտագործել այն աշխատանքային հանդիպումների համար։ Հանդիպման ժամանակ Արամը ներկայացրեց իր տեսլականը, ինչպես պահպանել Սահակյանի ստեղծած համակարգը նոր պայմաններում։ Նա բացատրեց, որ հին մեթոդները այլևս չեն աշխատում, որ նոր իշխանությունները ավելի զգույշ են, ավելի թափանցիկ են, ավելի պահանջկոտ են, բայց նա ասաց, որ համակարգի հիմնական սկզբունքները մնում են նույնը՝ տեղեկատվություն, կապեր, համբերատարություն։ Մենք պետք է դառնանք ավելի անտեսանելի, ավելի ճկուն, ավելի հարմարվողական, ասաց նա։ Մենք պետք է սովորենք աշխատել նոր համակարգի ներսում, ոչ թե դրա դեմ։ Մենք պետք է դառնանք այնպիսի անհրաժեշտ, որ նոր իշխանությունները չկարողանան առանց մեզ։ Հանդիպման ժամանակ նրանք քննարկեցին Սահակյանի թողած ֆինանսական ռեսուրսները։ Պարզվեց, որ արտակարգ իրավիճակների ֆոնդը, որի մասին Սահակյանը գրել էր իր հրահանգներում, պարունակում էր զգալի գումար՝ մի քանի միլիոն դոլար, որոնք պահվում էին օֆշորային հաշիվներում։ Այդ գումարը Սահակյանը հավաքել էր տասնամյակների ընթացքում, փոքր-փոքր, զգուշորեն, երբեք չգրանցելով պաշտոնական փաստաթղթերում։ Արամը առաջարկեց օգտագործել այդ գումարը 3 ուղղություններով։ Առաջինը՝ ապահովել անդամների անվտանգությունը, անհրաժեշտության դեպքում օգնել նրանց հեռանալ երկրից։ Երկրորդը՝ ներդրումներ կատարել նոր բիզնեսներում, որոնք կապահովեն եկամուտ երկարաժամկետ հեռանկարում։ Երրորդը՝ ստեղծելը տեղեկատվական ֆոնդ, որը կօգտագործվի անհրաժեշտ տեղեկատվության հավաքման վերլուծության համար։ Բոլորը համաձայնվեցին այս պլանի հետ։ Նրանք սկսեցին իրականացնել այն քայլ առ քայլ, զգուշորեն, առանց շտապելու։ Հաջորդ 2 տարիների ընթացքում Արամի խումբը հաջողությամբ իրականացրեց Սահակյանի պլանը։ Նրանք ստեղծեցին մի քանի նոր ընկերություններ տարբեր ոլորտներում՝ շինարարություն, արտուր, տեխնոլոգիաներ, որոնք պաշտոնապես պատկանում էին տարբեր մարդկանց, բայց փաստացի վերահսկվում էին խմբի կողմից։ Այդ ընկերությունները սկսեցին մասնակցել պետական մրցույթներին, ստանալ պատվերներ, ստեղծել եկամուտ։ Նրանք ստեղծեցին տեղեկատվական ցանց մարդիկ տարբեր կառույցներում, ովքեր համաձայնվեցին փոխանցել տեղեկատվություն փոխադարձ օգտի դիմաց։ Այս ցանցը չէր այնքան լայն, որքան Սահակյանի ժամանակ, բայց այն էր ավելի անվտանգ, ավելի գաղտնի, ավելի արդյունավետ, եւ ամենակարևորը՝ նրանք սովորեցին աշխատել նոր իշխանությունների հետ, ոչ թե դրանց դեմ։ Նրանք օգնում էին լուծել խնդիրներ, տրամադրում էին տեղեկատվություն, կազմակերպում էին կապեր, եւ դրա դիմաց նրանք ստանում էին մուտք, ազդեցություն, պաշտպանություն։ Բայց 2020 թվականին, երբ համաճարակը հարվածեց աշխարհին,
Արամի խումբը հայտնվեց նոր մարտահրավերի առաջ, տնտեսությունը սառեց, բիզնեսները փակվեցին, կապերը խզվեցին, շատ ընկերություններ, որոնք խումբը վերահսկում էր, սկսեցին կորցնել եկամուտ, շատ մարդիկ, ովքեր մաս էին կազմում ցանցի, սկսեցին հեռանալ երկրից կամ փոխել իրենց աշխատանքը, համակարգը, որը Արամը այդքան ջանքով կառուցել էր, սկսեց քայքայվել, բայց հենց այդ պահին Արամը հիշեց Սահակյանի մի խորհուրդ, որը գրված էր ESP-ի վրա, ճգնաժամը միշտ հնարավորություն է նրանց համար, ովքեր պատրաստ են, Արամը հասկացավ, որ սա էր այն պահը, երբ նա կարող էր ապացուցել, որ իրականում սովորել է Սահակյանից, նա հավաքեց իր թիմը ասաց. Մենք չենք փակվելու, մենք չենք հեռանալու, մենք կօգտագործենք այս ճգնաժամը, որպեսզի դառնանք ավելի ուժեղ, Արամի ռազմավարությունը եղավ պարզ, բայց համարձակ, մինչդեռ ուրիշները փակվում էին, սպասում էին ճգնաժամի ավարտին, նա որոշեց ընդլայնվել։ Նա օգտագործեց արտակարգ իրավիճակների ֆոնդի մի մասը, որպեսզի գնի ակտիվներ, որոնք ուրիշները վաճառում էին ցածր գներով, նա ստեղծեց նոր ընկերություններ այն ոլորտներում, որոնք աճում էին համաճարակի ժամանակ, առաքում, առցանց ծառայություններ, բժշկական սարքավորումներ, Նա օգտագործեց ճգնաժամը, որպեսզի ընդլայնի իր տեղեկատվական ցանցը, շատ մարդիկ, ովքեր կորցրել էին իրենց աշխատանքը, համաձայնվեցին աշխատել նրա համար փոխադարձ օգտի դիմաց։ 2 տարի անց, երբ ճգնաժամը սկսեց անցնել, Արամի խումբը դուրս եկավ ավելի ուժեղ, քան երբևէ, նրանց ընկերությունները աճել էին, նրանց ցանցը ընդլայնվել էր, նրանց ազդեցությունը խորացել էր, եւ ամենակարևորը, ոչ ոք չգիտեր, որ այս ամենի ետում կանգնած է Սահակյանի հին համակարգը, որը շարունակում էր գործել նոր դեմքերով, նոր մեթոդներով։ Արդյոք Արամը դարձավ նոր Սահակյան, թե? Նա պարզապես շարունակեց այն, ինչ Սահակյանը սկսել էր, հարմարեցնելով այն նոր ժամանակներին, նոր մարտահրավերներին։ 2022 թվականի աշնանը, երբ Հայաստանում սկսվեցին նոր քաղաքական լարվածություններ, Արամը ստացավ անսպասելի հաղորդագրություն։ Անանուն հեռախոսահամարից ինչ-որ մեկը ուղարկեց նրան մի լուսանկար, Սահակյանի հին գրասենյակի դուռը, որը կնքված էր ոստիկանական ժապավենով, հաղորդագրության տեքստը եղավ կարճ, նրանք փնտրում են ՀՄ 544, դու գիտես, թե որտեղ է։ Արամի սիրտը սկսեց արագ բաբախել, նա գիտեր ճշգրիտ, թե որտեղ է այդ թղթապանակը, այն պահվում էր հատուկ պահարանում, որի գտնվելու վայրը գիտեին միայն 3 մարդ, բայց եթե ինչ-որ մեկը փնտրում էր այն, դա նշանակում էր, որ ինչ-որ մեկը գիտեր դրա գոյության մասին։ Ինչ-որ մեկը խախտել էր անվտանգությունը, ինչ-որ մեկը դավաճանել էր, Արամը անմիջապես կանչեց իր ամենամոտ օգնականներին, հրահանգեց նրանց ակտիվացնել արտակարգ իրավիճակների պրոտոկոլը, որը Սահակյանը մանրամասն նկարագրել էր իր հրահանգներում։ Պրոտոկոլը ներառում էր մի քանի քայլեր, առաջինը անմիջապես տեղափոխել բոլոր զգայուն փաստաթղթերը էլեկտրոնային կրիչները անվտանգ վայր, երկրորդը դադարեցնել բոլոր կապերը կասկածելի անձանց հետ, երրորդը ակտիվացնել դիսինֆորմացիայի ծրագիրը, որը նախատեսված է շփոթեցնելու հնարավոր հետաքննողներին։ Արամի թիմը սկսեց իրականացնել այս քայլերը անմիջապես, փաստաթղթերը տեղափոխվեցին 3 տարբեր վայրեր, էլեկտրոնային կրիչները կրկնապատկվեցին, պահվեցին օֆլայն պահարաններում։ Կասկածելի կապերը խզվեցին առանց բացատրության, բայց ամենահետաքրքիրը եղավ դիսինֆորմացիայի ծրագիրը, Արամի թիմը սկսեց տարածել կեղծ տեղեկատվություն այն մասին, թե որտեղ է գտնվում ՀՄ 544 թղթապանակը, նրանք արտահոսեցրին տարբեր վարկածներ տարբեր աղբյուրների միջոցով, ոմանք ասացին, որ թղթապանակը այրվել է Սահակյանի մահից հետո, ուրիշներ, որ այն գտնվում է արտերկրում, երրորդները, որ այն երբեք չի եղել գոյություն, պարզապես լեգենդ է, բայց Արամը հասկանում էր, որ սա միայն ժամանակավոր լուծում է։ Եթե ինչ-որ մեկը իրականում փնտրում էր այդ թղթապանակը, նա չէր դադարի, մինչ չգտներ այն կամ չհամոզվեր, որ այն չկա, Արամը պետք է գտներ աղբյուրը, ով էր արտահոսել տեղեկատվությունը, ով էր դավաճանել համակարգին, նա սկսեց մանրակրկիտ վերլուծություն իր թիմի բոլոր անդամների, ով ուներ մուտք զգայուն տեղեկատվության, ով ուներ կապեր արտաքին աշխարհի հետ, ով ուներ մոտիվ դավաճանելու, վերլուծությունը տեց 2 շաբաթ, վերջապես Արամը նեղացրեց կասկածյալների շրջանակը մինչ 3 մարդ, նա որոշեց փորձարկել նրանց, տալ յուրաքանչյուրին տարբեր տեղեկատվություն, տեսնել, թե որը կարտահոսի, փորձարկումը տեց 1 շաբաթ, արդյունքը եղավ ակնհայտ, մեկը նրանցից նախկին օգնական, ում Արամը վստահում էր ամբողջովին, փոխանցում էր տեղեկատվություն արտաքին աղբյուրի, երբ Արամը հանդիպեց դավաճանի հետ, հարցրեց նրան ուղղակիորեն։ Պատասխանը եղավ անսպասելի, օգնականը ասաց, որ նա չի դավաճանում Արամին կամ համակարգին, այլ փորձում է պաշտպանել այն, նա բացատրեց, որ նոր իշխանությունները սկսել են հետաքննություն Սահակյանի հին գործերի մասին, եթե նրանք գտնեն ՀՄ 544 թղթապանակը։
Դա կարող է ոչնչացնել ամբողջ համակարգը բոլոր դրա անդամներին։ Նա ասաց, որ կապվել է մի անձի հետ, ով խոստացել է լուծել խնդիրը, եթե նրանք տրամադրեն որոշակի տեղեկատվություն։ Արամը լսեց ամեն ինչ լռությամբ, ապա հարցրեց. Եվ դու հավատացիր նրան, դու իրականում մտածեցիր, որ ինչ-որ մեկը կարող է լուծել այս խնդիրը առանց հետանքների։ Դու մոռացար Սահակյանի առաջին կանոնը՝ երբեք մի վստահիր ոչ ոքի, ով խոստանում է անվճար օգնություն։ Օգնականը լռեց, հասկանալով իր սխալը, Արամը շարունակեց. Հիմա դու ունես երկու ընտրություն, կամ դու հեռանում ես համակարգից, երբեք չես վերադառնում, կամ դու օգնում ես ինձ գտնել այն մարդուն, ով փորձում է մեզ ոչնչացնել, ընտրությունը քոնն է։ Օգնականը ընտրեց երկրորդ տարբերակը։ Նա համաձայնվեց շարունակել կապը իր կոնտակտի հետ, բայց այս անգամ Արամի վերահսկողության ներքո։ Հաջորդ մի քանի շաբաթների ընթացքում նրանք կազմակերպեցին մի շարք հանդիպումներ, որտեղ օգնականը փոխանցում էր կեղծ տեղեկատվություն, մինչդեռ Արամի թիմը հետում էր կոնտակտին, փորձում էր պարզել նրա իրական ինքնությունը, նպատակները։ Վերջապես 2022 թվականի դեկտեմբերին նրանք հաջողեցին նույնականացնել կոնտակտը։ Նա եղավ նախկին անվտանգության ծառայության սպա, ով աշխատել էր Սահակյանի անձնական պահապանության մեջ 2000-րդ թվականներին։ Այս մարդը, ում կանչենք Վահե, ուներ անձնական հաշիվներ Սահակյանի հետ։ Տարիներ առաջ Սահակյանը հեռացրել էր նրան իր թիմից կասկածելի վարքագծի պատճառով։ Վահեն երբեք չէր ներել այդ նվաստացումը։ Հիմա, երբ Սահակյանը մեռել էր, Վահեն որոշել էր վրեժ լուծել, ոչնչացնելով նրա ստեղծած համակարգը։ Արամը հասկացավ, որ Վահեն վտանգավոր է, որովհետև նա գիտեր շատ բան Սահակյանի մեթոդների, գաղտնիքների մասին, բայց նա հասկացավ, որ Վահեն ունի թույլ կողմ, նրա վրեժխնդրությունը դարձել էր նրա մոտիվացիան։ Դա նշանակում էր, որ նա կարող էր շահարկվել։ Արամը որոշեց օգտագործել Սահակյանի մի այլ մեթոդ, որը նկարագրված էր ESP-ի վրա։ Երբ չես կարող ոչնչացնել թշնամուն, դարձրու նրան դաշնակից։ Արամը կազմակերպեց գաղտնի հանդիպում Վահեի հետ, որտեղ նա առաջարկեց նրան գործարք, եթե Վահեն դադարեցնի իր հետաքննությունը, ոչնչացնի բոլոր ապացույցները, որոնք հավաքել է, Արամը կտրամադրի նրան էական ֆինանսական փոխհատուցում, կօգնի նրան սկսել նոր բիզնես։ Վահեն սկզբում մերժեց, ասելով, որ նրան հետաքրքրում է ոչ թե փողը, այլ արդարությունը, բայց Արամը պատրաստված էր այս պատասխանին։ Նա ասաց. Արդարություն, դու ուզում ես արդարություն Սահակյանի համար, բայց Սահակյանը մեռել է, նա չի տեսնի քո վրեժը, նա չի զգա քո բավարարվածությունը։ Միակը, ինչ դու կհասնես, եթե շարունակես, սա է՝ դու կոչնչացնես տասնյակ մարդկանց, ովքեր պարզապես փորձում են ապրել իրենց կյանքը։ Արդյոք սա է արդարությունը, որը դու ուզում ես։ Վահեն լռեց երկար, ապա հարցրեց. Եվ ինչու՞։ Ես պետք է քեզ հավատամ։ Ինչու՞։ Ես պետք է մտածեմ, որ դու կպահպանես քո խոստումը։ Արամը պատասխանեց. Որովհետև ես սովորել եմ Սահակյանից, Սահակյանը երբեք չէր խախտում իր խոստումները, երբ դա նպատակահարմար էր։ Ես չեմ խոստանում քեզ բարեկամություն, ես չեմ խոստանում քեզ հավատարմություն, ես խոստանում եմ քեզ փոխադարձ օգուտ։ Դու դադարեցնում ես քո հետաքննությունը, ես տրամադրում եմ քեզ ռեսուրսներ նոր սկիզբի համար, դու մնում ես լուռ, ես ապահովում եմ քո անվտանգությունը։ Սա է գործարքը, վերցրու այն կամ թող։ Վահեն մտածեց մի քանի րոպե, ապա ձեռք մեկնեց. Լավ, ասաց նա։ Բայց եթե դու խախտես քո խոստումը, ես կվերադառնամ, այս անգամ ոչ ոք չի կարողանա կանգնեցնել ինձ։ Արամը սեղմեց նրա ձեռքը։ Ես հասկանում եմ, ասաց նա, եւ ես չեմ խախտի իմ խոստումը, որովհետև ես գիտեմ, որ դու չես խախտի քոնը։ Գործարքը կնքվեց, Վահեն դադարեցրեց իր հետաքննությունը։ Արամը տրամադրեց նրան խոստացած ռեսուրսները, Վահեն սկսեց նոր բիզնես անվտանգության ոլորտում։ 2 տարի անց այդ բիզնեսը դարձավ հաջող, Վահեն նույնիսկ դարձավ Արամի ցանցի անդամ, ոչ թե որպես թշնամի, այլ որպես դաշնակից։ Սա էր Սահակյանի մեթոդների իրական ուժը՝ վերածել թշնամիներին դաշնակիցների, վերածել սպառնալիքները հնարավորությունների, վերածել ճգնաժամերը հաղթանակների, եւ Արամը ապացուցեց, որ նա իրականում սովորել էր այդ մեթոդները, կարող էր կիրառել դրանք նույնքան արդյունավետ, որքան Սահակյանն էր անում իր ժամանակին։ Արդյոք Արամի հաջողությունը ապացուցում է, որ Սահակյանի համակարգը իրականում անմահ է, կարող է գոյատել ցանկացած պայմաններում, թե՞ դա պարզապես ժամանակավոր հաղթանակ է, որը վաղ թե ուշ կփլատակվի նոր իրականության ճնշման տակ։ 2023 թվականի գարնանը, երբ Հայաստանում սկսվեցին նոր քաղաքական զարգացումներ, Արամը որոշեց, որ ժամանակն է վերջնականապես փակել Սահակյանի գլուխը։ Նա հավաքեց իր ամբողջ թիմը, հայտարարեց, որ ՀՄ 544 թղթապանակը պետք է ոչնչացվի։ Այս որոշումը շոկեց շատերին, այդ թղթապանակը պարունակում էր ամենազգայուն տեղեկատվությունը, ամենաուժեղ լծակները, ամենակարևոր գաղտնիքները։ Ոչնչացնել այն նշանակում էր կորցնել հսկայական ուժ, բայց Արամը բացատրեց իր տրամաբանությունը։
Այդ թղթապանակը դարձել է մեր ամենամեծ թուլությունը, քանի դեռ այն գոյություն ունի, մենք միշտ կլինենք վտանգի տակ, միշտ կլինի ինչ-որ մեկը, ով կփորձի գտնել այն, միշտ կլինի ինչ-որ մեկը, ով կսպառնա բացահայտել այն, եւ մենք միշտ կապրենք վախի մեջ։ Բայց եթե մենք ոչնչացնենք այն, մենք ազատվենք այդ վախից, մենք կարող ենք շարժվել առաջ առանց անցյալի բեռի։ Թիմի անդամները քննարկեցին այս առաջարկը երկար, ոմանք համաձայնվեցին Արամի հետ, ասելով, որ թղթապանակը իրականում դարձել է ավելի վտանգավոր, քան օգտակար, ուրիշներ հակառակվեցին, ասելով, որ թղթապանակը է նրանց ապահովագրությունը, նրանց պաշտպանությունը, նրանց ուժը, բայց Արամը պնդեց. Սահակյանը ստեղծեց այդ թղթապանակը, որովհետև նա ապրում էր այլ ժամանակներում, այն ժամանակ իշխանությունը գալիս էր կոմպրոմատից սպառնալիքներից, բայց այսօր իշխանությունը գալիս է տեղեկատվությունից կապերից, մենք չենք կարիք ունենում հին գաղտնիքների։ Մենք կարիք ունենք նոր հնարավորությունների, եւ այդ հնարավորությունները չեն գալու անցյալից, այլ ապագայից։ Վերջապես, 2 օրվա քննարկումներից հետո, թիմը ընդունեց Արամի առաջարկը։ Նրանք որոշեցին ոչնչացնել ՀՄ 544 թղթապանակը բոլոր։ Դրա պատճենները ոչնչացումը տեղի ունեցավ 2023 թվականի ապրիլի 24-ին, հենց Սահակյանի ծննդյան օրը։ Արամը նրա ամենամոտ օգնականները հավաքվեցին այն տանը Կոտայքի մարզում, որտեղ Սահակյանը անցկացրել էր իր վերջին տարիները։ Նրանք բերեցին թղթապանակը բոլոր էլեկտրոնային կրիչները, որոնք պարունակում էին դրա պատճենները։ Նրանք կառուցեցին փոքրիկ խարույկ բակում, սկսեցին այրել փաստաթղթերը մեկ առ մեկ, յուրաքանչյուր էջ, որը վառվում էր, էր մի գաղտնիք, որը անհետանում էր հավերժ։ Յուրաքանչյուր ֆայլ, որը ջնջվում էր, էր մի սպառնալիք, որը վերանում էր, երբ վերջին էջը վառվեց, վերջին կրիչը ջնջվեց, Արամը զգաց տարօրինակ թեթություն, նա հասկացավ, որ Սահակյանի ստվերը վերջապես հեռացել է նրանցից, նրանք այլս չէին Սահակյանի ժառանգորդները։ Նրանք դարձել էին ինքնուրույն խաղացողներ, ովքեր ստեղծում էին իրենց սեփական համակարգը, իրենց սեփական կանոններով, բայց մինչ նրանք հեռանում էին այդ տնից, Արամը նկատեց մի բան տարօրինակ, տան պատի վրա, թաքնված հին գորգի ետում, կար փոքրիկ պահարան, որը նա երբեք չէր տեսել։ Նա բացեց այն, ներսում գտավ մի ծրար, ծրարի վրա գրված էր Սահակյանի ձեռագրով։ Արամին, բացել միայն այն դեպքում, եթե ամեն ինչ այլ ձախողվի, Արամի սիրտը սկսեց արագ բաբախել, ինչպես Սահակյանը գիտեր, որ հենց նա կլինի այն մարդը, ով կգտնի այս ծրարը, ինչպես նա կանխատեսեց, որ Արամը կգա այստեղ հենց այս օրը։ Արամը բացեց ծրարը դողացող ձեռքերով, ներսում էր մի նամակ, մի փոքրիկ յսպ գրիչ, նամակում Սահակյանը գրել էր. Եթե դու կարդում ես սա, նշանակում է, որ դու որոշել ես ոչնչացնել ՀՄ 544 թղթապանակը, սա ճիշտ որոշում է, այդ թղթապանակը պատկանում էր անցյալին, անցյալը պետք է մնա անցյալում, բայց ես գիտեի, որ կգա օր, երբ դու կկարիք ունենաս ինչ-որ բանի, որը կօգնի քեզ հասկանալ, թե ինչպես շարունակել առաջ, այդ պատճառով ես թողել եմ քեզ այս վերջին նվերը։ Արամը միացրեց յսպ գրիչը իր հեռախոսին, տեսավ մեկ ֆայլ, վիդեոձայնագրություն։ Նա սեղմեց play էկրանին, հայտնվեց Սահակյանը, նստած իր գրասենյակում, նայելով ուղղակի տեսախցիկին, Սահակյանը սկսեց խոսել, նրա ձայնը եղավ հանգիստ, բայց լի հույզով։ Արամ, եթե դու տեսնում ես սա, նշանակում է, որ դու հաջողել ես, դու պահպանել ես համակարգը, դու հարմարեցրել ես այն նոր պայմաններին, դու դարձել ես այն, ինչ ես երբեք չկարողացա դառնալ, իրական առաջնորդ, ոչ թե պարզապես կազմակերպիչ։ Ես հպարտ եմ քեզնով, բայց հիմա ես ուզում եմ տալ քեզ վերջին խորհուրդ, ամենակարևոր խորհուրդը, որը ես երբե տվել եմ որևէ մեկին, մի կրկնիր իմ սխալները, ես ծառայեցի համակարգին, համակարգը կլանեց ինձ, ես դարձա գործիք, ոչ թե մարդ, ես կորցրի ինձ ինքս, փնտրելով իշխանություն, դու ունես հնարավորություն անել այլ կերպ, դու կարող ես օգտագործել համակարգը, բայց ոչ թե ծառայել դրան, դու կարող ես պահպանել քո ինքնությունը, քո արժեքները, քո մարդկայնությունը, դու կարող ես լինել ավելի լավը, քան ես եղա։ Սահակյանը դադարեց խոսել մի պահ, ապա շարունակեց. Ես գիտեմ, որ դու հարցնում ես քեզ, արդյոք արժեր այս ամենը, արդյոք իմ կյանքը ուներ իմաստ, արդյոք ես արեցի ինչ-որ լավ բան, ես չգիտեմ պատասխանը, բայց ես գիտեմ մեկ բան, ես փորձեցի ստեղծել համակարգ, որը կարող էր աշխատել, որը կարող էր ծառայել մարդկանց, որը կարող էր բերել կարգ քաոսի մեջ, արդյոք ես հաջողեցի, դա քեզ է որոշել, դու ես իմ ժառանգորդը, դու ես իմ դատավորը, դու ես իմ շարունակությունը, եւ ես հույս ունեմ, որ դու կլինես ավելի լավը, քան ես եղա։ Ես հույս ունեմ, որ դու կստեղծես ինչը
Որ բան, որը կմնա քեզանից հետո ոչ թե որպես սպառնալիք, այլ որպես ժառանգություն։ Ես հույս ունեմ, որ դու կգտնես այն հավասարակշռությունը, որը ես երբեք չգտա, հավասարակշռություն իշխանության մարդկայնության միջ, հավասարակշռություն համակարգի անհատի միջ, հավասարակշռություն անցյալի ապագայի միջ։ Վիդեոն ավարտվեց, Արամը մնաց նստած լռությամբ երկար ժամանակ, նա մտածում էր Սահակյանի խոսքերի մասին, նրա խորհուրդների մասին, նրա հույսերի մասին, նա հասկացավ, որ Սահակյանը, նույնիսկ իր մահից հետո, շարունակում էր ուսուցանել նրան, շարունակում էր առաջնորդել նրան, շարունակում էր ազդել նրա վրա, բայց այս անգամ ազդեցությունը եղավ այլ, ոչ թե հրահանգներ, ոչ թե կանոններ, ոչ թե սպառնալիքներ, այլ իմաստություն, փորձ, հույս։ Արամը հասկացավ, որ Սահակյանի իրական ժառանգությունը եղավ ոչ թե նրա ստեղծած համակարգը, ոչ թե նրա հավաքած տեղեկատվությունը, ոչ թե նրա կառուցած ցանցը, այլ նրա վերջին դասը՝ մի կրկնիր իմ սխալները, լինիր ավելի լավը, քան ես եղա, եւ Արամը որոշեց, որ նա կփորձի հետել այդ դասին, նա կշարունակի համակարգը, բայց նա կփորձի անել այն այլ կերպ, ավելի մարդկային, ավելի բարոյական, ավելի իմաստալից։ Արդյոք Արամը կհաջողի իրականացնել Սահակյանի վերջին ցանկությունը ստեղծել համակարգ, որը կծառայի մարդկանց, ոչ թե կլանի նրանց, թե նա կրկնելու է Սահակյանի ճանապարհը կդառնա հերթական զոհը իշխանության համակարգի անվերջ պայքարի։ Առաջին անգամ 35 տարվա ընթացքում այն մարդը, ով պատասխանատու էր Գալուստ Սահակյանի անձնական անվտանգության համար, համաձայնվեց խոսել տեսախցիկների առաջ։ Այն, ինչ նա պատմում է վերջին շաբաթների մասին, կշրջի գլխիվայր այն ամենը, ինչ դուք կարծում էիք, որ գիտեք, սկսած անձնական զրույցներից Սահակյանի նրա ամենամոտ շրջապատի միջ, մինչ հուսահատ փախուստի պլանները, մինչ այն պահը, երբ նրանք հասկացան, որ ամեն ինչ ավարտվել է, բացառիկ վկայություն, որը կպահի ձեզ լարվածության մեջ, այս մարդը պահպանում էր անձնական օրագիր, որտեղ գրանցում էր յուրաքանչյուր մտահոգություն, յուրաքանչյուր անհանգստություն, յուրաքանչյուր գաղտնի հանդիպում։ Այդ օրագիրը երբեք չի հրապարակվել պաշտոնապես, բայց մենք ստացել ենք մուտք դրա էջերին, այնտեղ գրված է ամեն ինչ Սահակյանի իրական մտքերը 2017 թվականի ապրիլի օրերին, նրա վախերը, նրա պլանները, նրա վերջին հույսերը, ինչու՞։ Այս մարդը համարձակվեց պահել այդպիսի վտանգավոր գրառումներ, ինչու՞։ Նա որոշեց խոսել հենց հիմա, եւ ամենակարևորը, ինչ են բացահայտում այդ էջերը Սահակյանի իրական դեմքի մասին, այն դեմքի, որը նա երբեք չցույց տվեց հանրությանը, 2024 թվականի ամռանը, երբ Արամը արդեն ամրապնդել էր իր դիրքերը որպես Սահակյանի համակարգի նոր առաջնորդ, նա ստացավ անսպասելի այցելություն։ Երանի կենտրոնում գտնվող իր գրասենյակ մտավ տարեց կին, ում դեմքը Արամը անմիջապես ճանաչեց, սա էր Սահակյանի քույրը Արփինեն, ում նա տեսել էր միայն մի քանի անգամ թաղման ժամանակ։ Արփինեն նստեց Արամի դիմաց առանց ներածական խոսքերի ասաց. Ես գիտեմ, թե ինչ ես դու անում, ես գիտեմ, որ դու շարունակում ես Գալուստի գործը, եւ ես եկել եմ ասելու քեզ մի բան, որը նա երբեք չասաց քեզ, բայց որը դու պետք է իմանաս։ Արամը լարվեց, բայց թույլ տվեց նրան շարունակել։ Արփինեն շարունակեց. Գալուստը վերջին տարիներին խոսում էր ինձ հետ շատ բաների մասին, նա գիտեր, որ մահանում է, ուզում էր, որ ինչ-որ մեկը իմանա ճշմարտությունը, ոչ թե պաշտոնական ճշմարտությունը, որը բոլորը գիտեն, այլ իրական ճշմարտությունը, որը նա թաքցրեց ամբողջ կյանքի ընթացքում։ Արփինեն հանեց իր պայուսակից հին նոթատետր դրեց սեղանի վրա, սա է Գալուստի անձնական օրագիրը, որը նա վարեց վերջին 5 տարիների ընթացքում, նա տվեց ինձ սա մի քանի ամիս առաջ։ Իր մահից ասաց, որ եթե երբե ինչ-որ մեկը գա ասի, որ շարունակում է նրա գործը, ես պետք է տամ նրան սա, նա ասաց, որ այդ մարդը պետք է իմանա ամբողջ ճշմարտությունը, որպեսզի չկրկնի նրա սխալները։ Արամը վերցրեց նոթատետրը դողացող ձեռքերով։ Էջերը եղան լի Սահակյանի փոքրիկ, խնամքով գրված տառերով, նա սկսեց կարդալ, այն, ինչ տեսավ, նրան ապշեցրեց։ Սահակյանը գրել էր ամեն ինչ, իր վախերը, իր զղջումները, իր գաղտնի պայմանավորվածությունները, իր դավաճանությունները, իր հուսահատությունը։ Այս էջերում չկար այն ուժեղ, հաշվարկված, անողոք Սահակյանը, ում բոլորը ճանաչում էին, այստեղ էր մի կոտրված մարդ, ով փորձում էր հասկանալ, թե ինչու իր կյանքը դարձավ այն, ինչ դարձավ։ Մի էջում գրված 2019 թվականի հոկտեմբերին Սահակյանը գրել էր. Այսօր հիշեցի այն օրը, երբ առաջին անգամ ստացի իշխանություն ինչ-որ մեկի վրա։ Ես էի 25 տարեկան, աշխատում էի կոմիտեում, մի մարդ եկավ ինձ մոտ խնդրելով օգնություն։ Նա ուներ խնդիր իր փաստաթղթերի հետ։ Ես կարող էի լուծել այդ խնդիրը մեկ հեռախոսազանգով, ես օգնեցի նրան, նա եղավ այնքան երախտապարտ, որ առաջարկեց ինձ ցանկացած բան, ինչ ես ուզեի։ Ես ասացի, որ ոչինչ չեմ ուզում, բայց ներսում զգացի մի բան նոր, ուժ, ես հասկացա, որ ես ունեմ ինչ-որ բան, ինչ այդ մարդը չունի, ես ունեմ կապեր, ես ունեմ մուտք։
Ես ունեմ իշխանություն, եւ այդ զգացումը եղավ այնքան քաղցր, որ ես ուզեցի ավելին, ես սկսեցի օգնել ավելի շատ մարդկանց, ոչ թե որովհետեւ ուզում էի լինել բարի, այլ որովհետեւ ուզում էի զգալ այդ ուժը կրկին, եւ յուրաքանչյուր անգամ, երբ ինչ-որ մեկը ասում էր ինձ շնորհակալություն, ես զգում էի, որ դառնում եմ ավելի ուժեղ, բայց ես չհասկացա, որ այդ ուժը եղավ թույն, յուրաքանչյուր անգամ, երբ ես օգտագործում էի այն, ես դառնում էի ավելի կախված դրանից։ Մինչ վերջապես ես չկարողացա ապրել առանց դրա, մեկ այլ էջում։ Գրված 2020 թվականի փետրվարին Սահակյանը գրել էր իր ամենամեծ զղջման մասին։ Ես հիշում եմ մի մարդու, ում ես դավաճանեցի 30 տարի առաջ, նա էր իմ ընկերը, իմ գործընկերը, իմ վստահելի մարդը, բայց երբ եկավ պահը, երբ ես պետք է ընտրեի նրա իմ կարիերայի մեջ, ես ընտրեցի կարիերան, ես տվեցի տեղեկատվություն նրա մասին, որը ոչնչացրեց նրան, նա կորցրեց ամեն ինչ, իր աշխատանքը, իր հեղինակությունը, իր ընտանիքը, նա փորձեց կապվել ինձ հետ, բայց ես խուսափեցի նրանից, ես չէի ուզում տեսնել նրա աչքերում այն ցավը, որը ես պատճառեցի, տարիներ անց ես իմացա, որ նա մահացել է, մենակ, աղքատ, մոռացված։ Եվ ես հասկացա, որ նրա արյունը իմ ձեռքերի վրա է, բայց ես չկարողացի ոչինչ անել, ես չկարողացի վերադարձնել նրան այն, ինչ վերցրի, ես կարող էի միայն շարունակել ապրել իմ սուտ կյանքով, կրելով այդ մեղքը ինձ հետ մինչ վերջ։ Արամը կարդաց ամբողջ օրագիրը մեկ նստելով, երբ ավարտեց, նա զգաց, որ ամեն ինչ փոխվել է, նա միշտ մտածում էր Սահակյանի մասին որպես ուժեղ, անողոք, հաշվարկված մարդու, բայց այս էջերը ցույց էին տալիս այլ Սահակյան, թույլ, վախեցած, զղջացող մարդ, ով ստեղծեց համակարգ, որը վերջապես ոչնչացրեց նրան, մարդ, ով փնտրեց իշխանություն գտավ դատապարտություն, մարդ, ով ուզում էր լինել անմահ դարձավ մոռացված, Արամը նայեց Արփինեին հարցրեց. Ինչու՞։ Նա ուզում էր, որ ես իմանամ այս ամենը, ինչու՞։ Նա ուզում էր, որ ես տեսնեմ նրա թույլ կողմերը, Արփինեն պատասխանեց. Որովհետև նա չուզում էր, որ դու դառնաս նրա պես, նա ուզում էր, որ դու սովորես նրա սխալներից, նա ուզում էր, որ դու հասկանաս, որ իշխանությունը միայնակ չի բերում երջանկություն, նա ուզում էր, որ դու պահպանես քո մարդկայնությունը, քո խիղճը, քո հոգին։ Նա ուզում էր, որ դու լինես ավելի լավը, քան նա երբեք կարող էր լինել։ Արամը նստեց լռությամբ երկար ժամանակ, մտածելով Արփինեի խոսքերի մասին, նա հասկացավ, որ Սահակյանի վերջին դասը եղավ ամենակարևորը, իշխանությունը գնա ունի, այդ գինը կարող է լինել քո հոգին։ Նա հասկացավ, որ եթե ուզում է շարունակել Սահակյանի գործը, նա պետք է անի այն այլ կերպ, նա պետք է գտնի հավասարակշռություն իշխանության մարդկայնության մեջ, նա պետք է ստեղծի համակարգ, որը ծառայում է մարդկանց, ոչ թե օգտագործում է նրանց։ Նա պետք է լինի այն փոփոխությունը, որը Սահակյանը երբեք չկարողացավ լինել։ Արամը վերադարձրեց օրագիրը Արփինեին ասաց. Շնորհակալ եմ, ես հասկացա, ես խոստանում եմ, որ չեմ կրկնի նրա սխալները, ես խոստանում եմ, որ կփորձեմ լինել ավելի լավը։ Արփինեն ժպտաց առաջին անգամ այդ հանդիպման ընթացքում, սա է այն ամենը, ինչ Գալուստը ուզում էր լսել, ասաց նա։ Սա է նրա իրական ժառանգությունը, ոչ թե համակարգը, ոչ թե իշխանությունը, այլ դասը, որը նա սովորեցրեց քեզ իր սխալներով։ Արդյոք Արամը կհաջողի պահպանել իր խոստումը ստեղծել համակարգ, որը կլինի ավելի մարդկային, քան Սահակյանինը, թե՞ նա կհայտնվի նույն ծուղակում, որտեղ հայտնվեց Սահակյանը, իշխանության մարդկայնության միջ անհաշտ պայքարում։ 2025 թվականի գարնանը Հայաստանում սկսվեցին նոր քաղաքական զարգացումներ, որոնք սպառնում էին շրջել Արամի ստեղծած համակարգը։ Նոր իշխանությունները հայտարարեցին մեծ հակակոռուպցիոն քարոզարշավի մասին, որը նպատակ ուներ մաքրել պետական համակարգը հին կապերից, ստվերային ազդեցություններից։ Շատ մարդիկ, ովքեր եղել էին մաս Սահակյանի հին ցանցի, սկսեցին հետաքննվել։ Ոմանք ձերբակալվեցին։ Ուրիշներ հեռացան երկրից, երրորդները համաձայնվեցին համագործակցել իշխանությունների հետ։ Արամը հասկացավ, որ նա հայտնվել է վտանգավոր իրավիճակում, նրա համակարգը, որը նա այդքան ջանքով կառուցել էր, սկսեց քայքայվել։ Բայց այս անգամ Արամը որոշեց գործել այլ կերպ, քան Սահակյանը կգործեր։ Նա որոշեց ոչ թե դիմադրել փոփոխություններին, այլ հարմարվել դրանց։ Նա որոշեց ոչ թե պայքարել նոր իշխանությունների դեմ, այլ աշխատել նրանց հետ։ Արամը կազմակերպեց հանդիպում նոր իշխանությունների ներկայացուցիչների հետ առաջարկեց նրանց գործարք, նա ասաց, որ պատրաստ է տրամադրել տեղեկատվություն հին կոռուպցիոն սխեմաների մասին, պատրաստ է օգնել նույնականացնել խնդրահարույց անձանց, պատրաստ է համագործակցել բարեփոխումների իրականացման հարցում։ Բայց դրա դիմաց նա պահանջեց երաշխիքներ իր թիմի անդամների անվտանգության համար հնարավորություն շարունակել իր բիզնեսները օրինական շրջանակներում։ Նոր իշխանությունները սկզբում տատանվեցին, բայց վերջապես համաձայնվեցին, նրանք հասկացան, որ Արամը կարող է լինել օգտակար դաշնակից, ով ունի մուտք այն
Տեղեկատվության, որը նրանք կարիք ունեն, եւ Արամը հասկացավ, որ սա է միակ ճանապարհը գոյատելու համար նոր իրականության մեջ, նա պետք է դառնար թափանցիկ, պետք է դառնար օրինական, պետք է դառնար մաս նոր համակարգի, ոչ թե հին համակարգի ստվերը։ Հաջորդ 2 տարիների ընթացքում Արամը կատարեց ամբողջական վերափոխում իր գործունեության մեջ, նա փակեց բոլոր կասկածելի ընկերությունները, դադարեցրեց բոլոր անօրինական գործարքները, խզեց բոլոր կապերը կասկածելի անձանց հետ, նա ստեղծեց նոր բիզնեսներ, որոնք աշխատում էին ամբողջովին օրինական շրջանակներում, նա վարձեց լավագույն իրավաբաններին, հաշվապահներին, խորհրդատուներին, որպեսզի ապահովի, որ նրա բոլոր գործունեությունները համապատասխանում են օրենքին, նա նույնիսկ սկսեց հանրային բարեգործական ծրագրեր, որոնք օգնում էին աղքատ ընտանիքներին, կրթական հաստատություններին, բժշկական կենտրոններին, նա դարձավ հարգված բիզնեսմեն, ում անունը հիշատակվում էր դրական համատեքստում, նա դարձավ օրինակ այն մասին, թե ինչպես կարելի է փոխվել հարմարվել նոր իրականությանը, բայց ամենակարևորը նա պահպանեց իր ցանցը, իր կապերը, իր ազդեցությունը, պարզապես այժմ այդ ամենը գործում էր օրինական շրջանակներում, թափանցիկ կերպով, բաց համակարգում, 2027 թվականի աշնանը Արամը ստացավ հրավեր մասնակցել միջազգային բիզնես համաժողովի երանում։ Այնտեղ նա պետք է ելույթ ունենար այն թեմայով, թե ինչպես հայկական բիզնեսը կարող է հարմարվել գլոբալ մարտահրավերներին։ Արամը պատրաստեց իր ելույթը ուշադիր, բայց երբ բարձրացավ տրիբունա, նա որոշեց ասել ինչ-որ բան, որը պլանավորված չէր։ Նա սկսեց պատմել Սահակյանի պատմությունը, ոչ թե պաշտոնական տարբերակը, որը բոլորը գիտեին, այլ իրական պատմությունը, որը նա սովորել էր Սահակյանի օրագրից։ Նա պատմեց մի մարդու մասին, ով փնտրեց իշխանություն, գտավ մենություն, մի մարդու մասին, ով ստեղծեց համակարգ, դարձավ դրա գերի։ Մի մարդու մասին, ով ուզում էր լինել անմահ, դարձավ զգուշացնող օրինակ։ Արամը ասաց. Սահակյանը սովորեցրեց ինձ ամենակարևոր դասը. իշխանությունը միայնակ չի բերում երջանկություն, համակարգը միայնակ չի ստեղծում իմաստ, հաջողությունը միայնակ չի լցնում դատարկությունը, մենք պետք է գտնենք հավասարակշռություն մեր ձգտումների, մեր արժեքների միջ։ Մենք պետք է հիշենք, որ մենք մարդիկ ենք, ոչ թե մեքենաներ, մենք պետք է պահպանենք մեր մարդկայնությունը, նույնիսկ երբ ձգտում ենք հաջողության, ելույթը առաջացրեց խառը արձագանքներ, ոմանք գնահատեցին Արամի անկեղծությունը, համարձակությունը, ուրիշներ քննադատեցին նրան, ասելով, որ նա չպետք է հրապարակայնորեն խոսեր Սահակյանի մասին, երրորդները պարզապես շփոթվեցին, չհասկանալով, թե ինչու բիզնեսմենը խոսում է փիլիսոփայական թեմաների մասին, բայց Արամին դա չէր հետաքրքրում, նա արեց այն, ինչ զգում էր, որ պետք է անի, նա պատմեց Սահակյանի պատմությունը, որպեսզի ուրիշները սովորեն նրա սխալներից, նա բացահայտեց ճշմարտությունը, որպեսզի ապագա սերունդները չկրկնեն անցյալի սխալները, նա խոսեց բարձրաձայն, որպեսզի Սահակյանի իրական ժառանգությունը լինի ոչ թե վախը, գաղտնիությունը, այլ իմաստությունը, զգուշացումը, եւ երբ նա իջավ տրիբունայից, նա զգաց, որ վերջապես ազատվել է Սահակյանի ստվերից, նա այլևս չէր Սահակյանի ժառանգորդը, նա դարձել էր իր սեփական մարդը, ով ստեղծում էր իր սեփական ճանապարհը, իր սեփական ժառանգությունը։ Արդյոք Արամի որոշումը հրապարակայնորեն խոսել Սահակյանի մասին եղավ համարձակություն, թե անխոհեմություն, որը կարող էր վտանգել նրա ամբողջ ստեղծածը։ 2028 թվականի ձմռանը, 7 տարի Սահակյանի մահից հետո, Հայկական ազգային արխիվը հրապարակեց վերջին փաթեթ փաստաթղթեր, որոնք վերաբերում էին Սահակյանի կյանքին, գործունեությանը։ Այդ փաստաթղթերի մեջ եղան այն նյութերը, որոնք անանուն ուղարկվել էին արխիվ 2022 թվականին, երբ պատմաբանները սկսեցին ուսումնասիրել այդ նյութերը, նրանք հայտնաբերեցին ապշեցուցիչ փաստեր, պարզվեց, որ Սահակյանի ազդեցությունը եղել է շատ ավելի լայն խորը, քան ցանկացած մեկը պատկերացնում էր, նա ունեցել է կապեր ոչ միայն Հայաստանում, այլ հարան երկրներում, նա մասնակցել է գործարքների, որոնք ազդել են տարածաշրջանային քաղաքականության վրա, նա եղել է միջնորդ բանակցություններում, որոնց մասին հանրությունը երբեք չի իմացել, բայց ամենահետաքրքիրը եղավ այն, որ փաստաթղթերը ցույց էին տալիս, որ Սահակյանը վերջին տարիներին փորձել է բարեփոխել իր ստեղծած համակարգը, նա հասկացել էր, որ հին մեթոդները այլևս չեն աշխատում, փորձել է ստեղծել նոր մոդել, որը կլիներ ավելի թափանցիկ, ավելի օրինական, ավելի կայուն, բայց նա չէր հասցրել ավարտել այդ բարեփոխումները։ Փաստաթղթերի հրապարակումը առաջացրեց նոր քննարկումներ Սահակյանի ժառանգության մասին։ Ոմանք սկսեցին վերագնահատել նրա դերը հայկական քաղաքականության մեջ, նրանք ասացին, որ Սահակյանը չէր պարզապես կոռումպացված պաշտոնյա, այլ բարդ անհատ, ով փորձում էր նավարկել բարդ քաղաքական լանդշաֆտում, ուրիշներ շարունակեցին քննադատել նրան, ասելով, որ նրա մեթոդները եղան անբարոյական, վնասակար, երրորդները պարզապես ասացին,
Որ Սահակյանը եղավ իր ժամանակի արտադրանք, չպետք է դատել նրան ժամանակակից չափանիշներով, բայց բոլորը համաձայնվեցին մեկ բանում՝ Սահակյանի պատմությունը եղավ կարևոր դաս հայկական հասարակության համար, դաս այն մասին, թե ինչ է տեղի ունենում, երբ իշխանությունը կենտրոնանում է մի քանի ձեռքերում, դաս այն մասին, թե ինչպես գաղտնիությունը, անթափանցիկությունը ստեղծում են կոռուպցիա, դաս այն մասին, թե ինչու թափանցիկությունը, հաշվետվողականությունը կարևոր են ժողովրդավարական հասարակության համար։ Արամը, ով այդ ժամանակ արդեն դարձել էր հարգված բիզնես առաջնորդ հանրային գործիչ, տվեց հարցազրույց մի հայտնի լրատվամիջոցի, նրան հարցրին, թե ինչպես է նա գնահատում Սահակյանի ժառանգությունը, Արամը պատասխանեց. Սահակյանը եղավ մարդ, ով ապրեց երկու աշխարհներում, մի կողմից նա եղավ հին համակարգի արտադրանք, որը սովորեցրեց նրան, որ իշխանությունը գալիս է գաղտնիությունից, շահարկումից, մյուս կողմից նա հասկացավ, որ այդ համակարգը կայուն չէ, փորձեց փոխել այն։ Նրա ողբերգությունը եղավ այն, որ նա չհասցրեց ավարտել այդ փոփոխությունը, բայց նրա ժառանգությունը կարող է լինել այն, որ նա ցույց տվեց մեզ, թե ինչ չպետք է անել, նա ցույց տվեց մեզ, թե ինչ է տեղի ունենում, երբ մարդը կորցնում է իր մարդկայնությունը իշխանության հետապնդման մեջ, եւ եթե մենք սովորենք այդ դասից, ապա Սահակյանի կյանքը չի լինի զուր, նրա սխալները կդառնան մեր իմաստությունը, նրա ողբերգությունը կդառնա մեր զգուշացումը, եւ մենք կստեղծենք ավելի լավ հասարակություն, որտեղ իշխանությունը կծառայի մարդկանց, ոչ թե մարդիկ կծառայեն իշխանությանը։ Հարցազրույցը դիտվեց հարյուրավոր հազարավոր մարդկանց կողմից, առաջացրեց լայն քննարկումներ, շատերը գնահատեցին Արամի անկեղծությունը, նրա ցանկությունը սովորեցնել ապագա սերունդներին։ Ուրիշները քննադատեցին նրան, ասելով, որ նա չունի բարոյական իրավունք խոսել Սահակյանի մասին, քանի որ ինքը եղել է մաս նրա համակարգի, բայց Արամը չէր անհանգստանում քննադատությունից, նա գիտեր, որ նա արեց ճիշտ բանը, նա գիտեր, որ Սահակյանի պատմությունը պետք է պատմվի, ոչ թե թաքցվի։ Նա գիտեր, որ միայն բացահայտելով ճշմարտությունը, հասարակությունը կարող է սովորել առաջ շարժվել, եւ նա գիտեր, որ սա էր Սահակյանի իրական ցանկությունը, որ նրա սխալները դառնան դասեր, ոչ թե գաղտնիքներ, արդյոք Արամի ջանքերը հրապարակայնորեն քննարկել Սահակյանի ժառանգությունը իրականում օգնեցին հայկական հասարակությանը սովորել անցյալի սխալներից, թե դրանք պարզապես ստեղծեցին նոր բաժանումներ վեճեր։ 2029 թվականի գարնանը, 8 տարի Սահակյանի մահից հետո, Հայաստանը դարձավ այլ երկիր, նոր սերունդը, որը չէր ապրել հին համակարգում, սկսեց ստեղծել նոր իրականություն։ Քաղաքականությունը դարձավ ավելի թափանցիկ, բիզնեսը ավելի օրինական, հասարակությունը ավելի ակտիվ, Սահակյանի անունը դեռ հիշատակվում էր, բայց այլևս ոչ թե վախով կամ հարգանքով, այլ որպես պատմական օրինակ։ Երիտասարդները սովորում էին նրա մասին դպրոցներում, ոչ թե որպես հերոսի, այլ որպես զգուշացման, նրանք սովորում էին, թե ինչ է տեղի ունենում, երբ համակարգը դառնում է ավելի կարևոր, քան մարդիկը, երբ իշխանությունը դառնում է նպատակ, ոչ թե միջոց, երբ գաղտնիությունը դառնում է նորմ, ոչ թե բացառություն։ Արամը, ով այդ ժամանակ արդեն 60 տարեկան էր, որոշեց հեռանալ ակտիվ բիզնեսից, նվիրել իր ժամանակը բարեգործությանը, կրթությանը։ Նա ստեղծեց հիմնադրամ, որը օգնում էր երիտասարդ ձեռներեցներին սկսել իրենց բիզնեսները օրինական թափանցիկ կերպով։ Նա սկսեց դասախոսություններ համալսարաններում, որտեղ պատմում էր իր փորձի մասին, սովորեցնում էր ուսանողներին, թե ինչպես կառուցել հաջող կարիերա առանց կորցնելու իրենց արժեքները։ Նրա ամենահայտնի դասախոսությունը կոչվում էր Սահակյանի դասը, որտեղ նա մանրամասն վերլուծում էր Սահակյանի կյանքը, ցույց էր տալիս, թե ինչ դասեր կարելի է սովորել դրանից։ Դասախոսությունը միշտ լցված էր ուսանողներով, ովքեր ուզում էին հասկանալ, թե ինչպես է աշխատում իշխանությունը, ինչպես կարելի է օգտագործել այն պատասխանատու կերպով։ Մի անգամ դասախոսությունից հետո մի երիտասարդ ուսանող մոտեցավ Արամին, հարցրեց. Պարոն Արամ, դուք ասում եք, որ Սահակյանը սխալվեց, երբ ընտրեց իշխանությունը մարդկայնության նկատմամբ, բայց արդյոք դուք չեք կրկնում նրա սխալը, դուք դեռ ունեք ազդեցություն, դուք դեռ ունեք կապեր, դուք դեռ ունեք իշխանություն, ինչպե՞ս դուք տարբերվում եք նրանից։ Արամը ժպտաց պատասխանեց. Լավ հարց է, տարբերությունը այն է, որ ես օգտագործում եմ իմ ազդեցությունը բաց թափանցիկ կերպով, ես չեմ թաքցնում իմ կապերը, ես չեմ շահարկում մարդկանց, ես չեմ ստեղծում գաղտնի համակարգեր, ես աշխատում եմ հանրության աչքի առաջ, ես հաշվետու եմ իմ գործողությունների համար, ես ընդունում եմ քննադատությունը, սովորում եմ դրանից։ Սահակյանը ապրում էր ստվերում, ես ապրում եմ լույսի տակ, Սահակյանը վախենում էր բացահայտումից, ես ողջունում եմ թափանցիկությունը, Սահակյանը մտածում էր, որ իշխանությունը գալիս է գաղտնիությունից, ես գիտեմ, որ իրական իշխանությունը գալիս է վստահությունից, սա է տարբերությունը։ Ուսանողը մտածեց մի պահ, ապա հարցրեց.
Բայց արդյոք դուք երբեք չեք զգում գայթակղություն վերադառնալ հին մեթոդներին, երբ բաները դժվարանում են, երբ օրինական ուղիները չեն աշխատում, արդյոք դուք երբեք չեք մտածում, որ գուցե Սահակյանը ճիշտ էր, Արամը լուրջացավ պատասխանեց. Իհարկե, ես զգում եմ այդ գայթակղությունը, ամեն օր, երբ ես տեսնում եմ անարդարություն գիտեմ, որ կարող էի լուծել այն մեկ հեռախոսազանգով, եթե օգտագործեի հին մեթոդները, երբ ես տեսնում եմ հնարավորություններ, որոնք կարող էի օգտագործել, եթե աշխատեի ստվերում, բայց ապա ես հիշում եմ Սահակյանի օրագիրը, ես հիշում եմ նրա վերջին տարիները մենակ, հիվանդ, լի զղջումներով, ես հիշում եմ նրա խոսքերը, ես կորցրի ինձ ինքս, եւ ես հարցնում եմ ինձ արժե՞։ Արդյոք, արժե՞։ Արդյոք կորցնել քո հոգին մի փոքր ավելի շատ իշխանության համար, եւ պատասխանը միշտ է ոչ, ոչինչ չարժե այդ գինը։ Զրույցը շարունակվեց դեռ երկար, երբ ուսանողը հեռացավ, Արամը մնաց նստած իր գրասենյակում, մտածելով Սահակյանի մասին, նա հիշեց այն օրը, երբ առաջին անգամ ստացավ Սահակյանի եսպ գրիչը, նա հիշեց այն զգացումը, ուժի, հնարավորության, վախի, նա հիշեց բոլոր այն տարիները, երբ նա աշխատեց պահպանել Սահակյանի համակարգը, նա հիշեց բոլոր այն որոշումները, որոնք նա կայացրեց, բոլոր այն կոմպրոմիսները, որոնք նա արեց, բոլոր այն գիշերները, երբ նա չէր կարողանում քնել, մտածելով, թե արդյոք նա անում է ճիշտ բանը, եւ նա հասկացավ, որ նա արեց ճիշտ ընտրությունը, նա ընտրեց փոխվել, ընտրեց հարմարվել, ընտրեց լինել ավելի լավը, քան Սահակյանը, նա ընտրեց լույսը, ոչ թե ստվերը, եւ այդ ընտրությունը փրկեց նրան, բայց մի հարց դեռ մնում էր անպատասխան, արդյոք Սահակյանի համակարգը իրականում վերջացավ, թե՞ այն պարզապես վերափոխվեց, շարունակում է գոյություն ունենալ նոր ձևով, նոր դեմքերով, նոր անուններով, արդյոք Արամը իրականում ոչնչացրեց այն, թե՞ պարզապես դարձրեց այն ավելի անտեսանելի, ավելի հարմարված, ավելի կայուն, արդյոք հայկական հասարակությունը իրականում սովորեց Սահակյանի դասից, թե՞ պարզապես մոռացավ այն շարունակում է կրկնել նույն սխալները նոր պայմաններում, սրանք են այն հարցերը, որոնց պատասխանները կորոշեն ապագան, սրանք են այն հարցերը, որոնք յուրաքանչյուր սերունդ պետք է հարցնի իրեն, սրանք են այն հարցերը, որոնք երբեք չեն ունենա վերջնական պատասխան, որովհետև պայքարը իշխանության մարդկայնության միջ, համակարգի անհատի միջ, անցյալի ապագայի միջ երբեք չի ավարտվում, այն շարունակվում է ամեն օր, ամեն որոշման մեջ, ամեն ընտրության մեջ, որը մենք կատարում ենք։ Եվ գուցե սա է Սահակյանի իրական ժառանգությունը, ոչ թե նրա ստեղծած համակարգը, ոչ թե նրա հավաքած իշխանությունը, այլ այն հարցերը, որոնք նա թողեց մեզ, հարցեր այն մասին, թե ինչ է իրականում կարևոր կյանքում, հարցեր այն մասին, թե ինչ գնով մենք պատրաստ ենք հասնել մեր նպատակներին, հարցեր այն մասին, թե ինչպես մենք ուզում ենք հիշվել, երբ մեր ժամանակը գա, եւ եթե մենք շարունակենք հարցնել այդ հարցերը, եթե մենք շարունակենք փնտրել պատասխանները, եթե մենք շարունակենք ձգտել լինել ավելի լավը, ապա Սահակյանի կյանքը չի լինի զուր, նրա սխալները կդառնան մեր իմաստությունը, նրա ողբերգությունը կդառնա մեր զգուշացումը, եւ մենք կստեղծենք ավելի լավ աշխարհ, որտեղ իշխանությունը կծառայի մարդկանց, ոչ թե մարդիկ կծառայեն իշխանությանը։ Հարգելի հեռուստադիտողներ, եթե դուք հետել եք այս ողբերգական պատմությանը մինչ վերջ, գրեք մեկնաբանություններում, թե որ քաղաքից եք, մեզ համար կարևոր է իմանալ, թե որտեղ Գալուստ Սահակյանը դեռ հիշվում է, եւ բաժանորդագրվեք ալիքին, որպեսզի չբաց թողնեք ճշմարտությունը պատմության կուռքերի մասին։